Ռեֆորմ 2026 աշխատանքի սիրելի մասնակիցներ, մեկնարկում եմ մեր հերթական բանախոսությունը, այս անգամ մեր հյուրերն են Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ պարոն Էդմոն Մարուքյանը և Լուսավոր Հայաստան կուսակցությունով պատգամավորության թեկնածու պարոն Գադիս Բաշարյանը։ Պարոն, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրավերությունը ներժելու, այսօր այստեղ գտնվելու համար և որպես բացման խոսք, ես կխնդրեմ դուք ներկայացնեք, թե ինչ ծրագրով է Լուսավոր Հայաստան կուսակցությունը գնում 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին և ինչով եք դուք տարբերվում մնացած այլ ընդդիմադիր ուժերից ու ինչու պիտի ընտրել հենց ձեզ։ Շնորհակալություն, կարող ենք սկսել, սիրելի մասնակիցներ, գրանցման համար հայտերը բաց է, կարող եք սկսել գրանցել։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար և այս հնարավորության համար, ես կարծում եմ, որ որևէ պատահականություն չկա այս ամենի մեջ, ինչու, որովհետև քարոզարշավի առաջին օրը մենք երկու խորհրդանշական միջոցառում ենք ունենում, այս մի միջոցառումը ներառյալ նկատի ունեմ, մենք գալիս ենք Երասխից, Երասխում գնացել էինք մի գործարան, որը պետք է կառուցվեր 2 տարի առաջ, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ադրբեջանը միջամտեցին Հայաստանի ներքին գործերին և գործարանը չկառուցվեց։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան, սուվերեն, միջազգայինորեն ճանաչված տարածքում գործարան էր կառուցվում, թույլ չտվեցին, որ կառուցվի։ Ինչի մասին է այսօրվա մեր քարոզարշավի այդ տարածքից մեկնարկը։ Մենք այսօր մեկնարկել ենք ինքնիշխանության թեմայով, որովհետև Լուսավոր Հայաստան կուսակցության համար, մեր թիմի համար ինքնիշխանությունը, մեր պետության անկախությունը ամենակարևոր ֆունդամենտալ հարցերն են։ Եվ մենք այսօր այդ խորհրդանշական վայրից սկսեցինք արշավը ցույց տալու համար, որ մենք ուզում ենք փոխել այն իրավիճակը, որում մենք ապրում ենք, երբ որ մենք մեր տարածքում կարող ենք որոշել ինչ կառուցել, երբ կառուցել և որևէ երկիր չի կարող միջամտել մեր ներքին գործերին։ Եվ երկրորդ միջոցառումը հանդիպումն է ձեր հետ, երիտասարդ մարդկանց հետ, մեր քարոզարշավի հիմնական թիրախը դուք եք, երիտասարդներն են, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մտքերն ու գաղափարները, որ մենք ունենք, ամենաշատ դրա կարիքը հիմա կա երիտասարդ մարդկանց մոտ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է «Պաշտպանիր ինքնությունդ» կարգախոսով։ Մեր քարոզարշավը կառուցված է պետականության ինքնության, մեր մշակույթի, մեր ժառանգության և մեր պատմության պաշտպանության վրա, որովհետև մենք գտնում ենք, որ եթե դրանք մենք չպաշտպանենք, մեր պետականության հիմքերը կխարխլվեն։ Մենք հասկանում ենք, որ 20 թվականի պատերազմից հետո Հայաստանում, ընդհանրապես հայ ժողովրդի մոտ ինքնության ճգնաժամ է, identity crisis անգլերեն ասած, և այդ վերջին շրջանի 21-րդ դարի մարտահրավերներից է սա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ քարոզարշավի մեջ մտնել և ձեզ պատմել, որ մենք ձեր համար դեղերն էժանացնելու ենք, դա առաջնահերթ հարց չէ։ Քարոզարշավի մեջ մտնել և պատմել ձեզ, որ պետական բուհերում կրթությունն անվճար կլինի, դա էլ առաջնահերթությունը չէ։ Մենք մտել ենք քարոզարշավի մեջ և ձեզ ասում ենք, եկեք պաշտպանենք մեր պետությունը և պետության ներքին գործերը կկազմակերպվեն այնպես, որ պետական բուհերում կլինի մրցակցային հնարավորություն և ոչ մի լավ սովորող ուսանող չի կարող փող չունենալու պատճառով դուրս մնալ։ Որտեղ երբ որ մարդկանց ասում ես կրթությունը պետական բուհերում կլինի անվճար, տպավորությունն է, որ ինչ-որ մարդիկ կարող են գնալ պետական բուհերում նստել, չսովորել և լինի անվճար։ Չէ, չի կարող լինել այդպես անվճար կրթություն։ Կրթությունը դա մրցակցություն է։ Բարձրագույն կրթության մասին է խոսքը գնում։ Եվ հետ գալով մեր կարգախոսներին, մենք նաև մի կարգախոս ենք դրել շրջանառության մեջ, որը ֆուտբոլային է, խնդրելու եմ դրա մասին Կարպիսը իր խոսքում կասի, եւ ես չեմ ուզում նաեւ, որ
մենք այս իմաստով բացման խոսքը շատ երկարացնենք, որովհետև տեսնում եմ, որ ունենք հնարավորություն ուղիղ ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու, որովհետև այն տեքստերը, որ մենք դրենք շրջանառության մեջ, մեր կայքում, մեր քարոզչական բոլոր նյութերում դուք դա գտնելու եք, բայց նման անմիջական շփման հնարավորություն մենք դժվար թե 30 օրերի ընթացքում նորից ունենանք, դրա համար խոսքը փոխանցում եմ Կարպիսին, ով կխոսի ռեմոնտադա կարգախոսից, կմեկնաբանի եւ նաեւ երևի թե Էդմոնդ Բյորկի նաեւ մեր մանիֆեստից եւ անցնենք հարց ու պատասխանին։ Շնորհակալ եմ։ Ինչ է նշանակում ռեմոնտադա, երևի բոլորը ֆուտբոլ նայում եք։ Ֆուտբոլային տերմին է, բայց մենք չենք փորձում կյանքը եւ ֆուտբոլը, միջպետական հարաբերությունները եւ ֆուտբոլը նույնացնել։ Վերջնում ենք այդ տերմինը եւ փորձում ենք դրան քաղաքական բովանդակություն տալ, հաշվի առնելով որ Հայաստանը պարտվել է պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրել եւ հիմա մենք շուրջ 5 տարի նվաստացման եւ ստորացման շրջափուլի մեջ ենք եւ հիմա մենք ասում ենք որ բավական է պետք է այս նվաստացման շրջափուլը հաղթահարենք եւ վերականգնենք Հայաստանը, վերականգնենք Հայաստանի ուժը եւ նորից Հայաստանը սուբյեկտ դարձնենք միջազգային հարաբերություններում։ Այսինքն ռեմոնտադա այս առումով նշանակում է Հայաստանի քամբեքը միջազգային հարաբերություններում եւ այս նվաստացման շրջափուլի ավարտը, որը հիմնավորվում է այս կեղծ խաղաղության քարոզով, իբրև թե խաղաղություն է գալի, որը իրականում միակողմանի զիջումների եւ Հայաստանի բովանդակության ոչնչացման մասին է։ Պարոն Մարուկյանը խոսեց ինքնիշխանության մասին, այս իշխանությունը էլ է 8 տարի շարունակ խոսում ինքնիշխանության մասին, բայց մենք ասում ենք, որ չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն, եթե ոչնչացվում են ինքնիշխանության մշակութային սյուները, այսինքն չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն առանց մշակութային ինքնավարության, մշակութային ինքնիշխանության։ Ինչ նկատի ունեմ մշակութային ինքնիշխանություն ասելով, նախ այդ ամենի կենտրոնում ցեղասպանության հիշողությունն է, որ ամեն օր մեր երկրում կասկածի տակ է առնվում, սկսել են շատ վիճահարույց տեքստեր արտաբերվել ցեղասպանության վերաբերյալ, Հայաստանի իշխանությունները վերարտադրում են Թուրքիայի արտգործնախարարության տեքստերը, կասկածի տակ է առնվում մեր ժողովրդի նորագույն պատմության ամենանշանավոր շարժումը, մեր ժողովրդի վերածնունդը ըստ էության 20-րդ դարում Ղարաբաղյան շարժումը դա ներկայացվելով որպես KGB-ի կեղծ օրակարգ եւ այլն, sense շարքը կարող ենք մեր զինանշանը, դրոշը, Արարատը եւ այլն, Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, այսինքն այս մշակութային սյուները ոչնչացնելով ոչնչացնում են նաեւ քաղաքական ինքնիշխանությունը Թուրքիային եւ Ադրբեջանին մասնակից դարձնելով մեր ներքին կյանքին։ Սա է նշանակում ռեմոնտադա, որ Հայաստանը պետք է վերադառնա եւ դառնա ինքնիշխան նորից երկիր։ Հիմա այս բանին Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ է։ Երևի այսքանը։ Շնորհակալություն։ Սիրելի մասնակիցներ, խնդրում եմ խոսափողը փոխանցել Վարշամ Հարությունյանին առաջին հարցի համար։ Բարև ձեզ, Վարշամ Հարությունյան, Լեռնանցքի միջնակարգ դպրոց։ Պարոն Մարուկյան, վերջին անգամ երբ ես ներկայացի ձեր բանախոսությանը, դուք մի գործի մասին պատմեցիք, որը քննվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դա եթե չեմ սխալվում Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործներ։ Դուք նշեցիք, որ հարևան երկիրը հրաժարվում է կատարելու վճիռը, հարցս հետևյալն է, արդյոք տեղաշարժ կա այդ գործով, ու արդյոք հարևան երկիրը կատարել է վճիռը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, որ հիշում եք այդ դեպքը, խոսքը գնում է Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործի մասին։ Առաջին դեպքն է, որ մեզ հաջողվել էր մարդու կենթանության օրոք, երբ որ ոչ մի բան չէր, այսինքն փոխանակվել էր ոչ թե դրանից առաջ բոլոր դեպքերում եղել է, որ փոխանակում է եղել է արդեն մահացած Ադրբեջանում գերինգած, խոշտանգված մարդը։ Արթուր Բադալյանի գործը միակ դեպքն է, որ մենք ունենք իրավիճակ, որ փոխանակումից հետո մենք կարողանում ենք նրա պատմածով դիմել եվրոպական դատարան եւ դատարանում հաղթել Ադրբեջանին։ Արթուր Բադալյանը հիմա էլ մեզ հետ է, ապրում է Տավուշի մարզում եւ նրա նկատմամբ կա կայացված
դատական ակտ ընդդեմ Ադրբեջանի, բայց Ադրբեջանը չի կատարում դատական ակտը եւ իրեն պահում է շատ վատ այս իմաստով։ Եվրոպական դատարանը դիմել է ընդհանրակարգ գոյություն ունի նախարարների կոմիտե, նախարարների կոմիտեում հատուկ ընդհանրակարգ կա Եվրոպական դատարանի որոշումների չկատարման վերաբերյալ եւ ամեն նիստին այնտեղ քննարկում են եւ միջոցներ են ձեռնարկում։ Արդեն այդ գործը միակը չէ, այլ գործեր էլ կան, որ Ադրբեջանը պարտվել է եւ չի կատարում, եւ գործը այլ գործերի հետ նույնպես քննվում է, որպեսզի Ադրբեջանը կատարի։ Սակայն դուք գիտեք, որ Ադրբեջանը սկսել է եվրոպական կառույցները բոյկոտել, եւ ես մեր եվրոպացի գործընկերներին քննադատում եմ այս մասով, որ իրենց պահում են անսկզբունքային եւ թույլ են տալիս Ադրբեջանի պես երկիրը, նկատի ունեմ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեսանկյունից վատ ռեկորդ ունեցող երկիրը եւ Ալիևի պես դիկտատորը հոխորտա քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ ինստիտուտների եւ նրանց ներկայացուցիչների հանդեպ եւ օրեր առաջ դուք տեսաք, որ Երևանում ընթացող գագաթնաժողովին Ալիևը տեսակապով միացավ եւ ոնց ասեմ, վատ բառամթերքով խոսեց Եվրոպական խորհրդարանի Եվրոպարլամենտի վերջին 14 բանաձևերի ընդունման վերաբերյալ եւ Եվրոպական խորհրդանին նաեւ սպառնաց, որ իրենք դուրս են գալու Եվրանեստից կամ դուրս են գալիս։ Այս պահին գործի մասով էստեղ ենք ասել հարցինի պատասխան։ Ես առաջարկել եմ, որ Ալիևին ընդհանրապես հեռացնեն եվրոպական քաղաքական համայնքից, հաշվի առնելով այդ երկրի մարդու իրավունքների ռեկորդը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Տիգրան Ղումաշյան։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան, շնորհակալություն հնարավորության համար։ Ես Տիգրան Ղումաշյանն եմ, Լոռու մարզից, սովորում եմ Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում, իսկ սեպտեմբերից արդեն UWC Դիլիջանում։ Հարցս հետևյալն է. 2018 թվականին դուք չմիացաք Քայլերթին, արդյոք դեմ եք փողոցային պայքարին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մենք փողոցային պայքարում եղել ենք մինչև Քայլերթը, բայց Քայլերթին չմիացանք, որովհետև Դաշինքի ուժերի մեջ տարաձայնություններ կային այդ արշավի տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ եւ մենք պայմանավորվեցինք հետեւյալ կերպ, որ 3 ուժերից մեկը կգնա փողոցային պայքարի միջոցով, երկու ուժերը նույն բանը կշարունակեն անել պարլամենտում եւ եթե հանկարծ ուժ կիրառվի նրանց նկատմամբ, մենք կգնանք փողոց եւ համապատասխան վայրեր նրանց աջակցելու։ Եվ երբ որ ուժ կիրառվեց, մենք գնացինք, երբ որ ձերբակալեցին, ելի մենք այնտեղ էինք եւ մենք ամեն ինչ արեցինք, որ արագ ազատարձակեն։ Եթե հիշում եք, ձերբակալման օրը ես Ստրասբուրգում ելույթ ունեցա։ Ես այդ պայն Ստրասբուրգում էի եւ իմ գործընկերները մյուս նրանք էլ Երևանում։ Փողոցային պայքարին երբեք դեմ չենք եղել։ Շնորհակալ եմ։ Մեծ փորձ ունենք փողոցային պայքարի։ Կարպիս Փաշոյանը ընդեղ էր, բայց ասեմ։ Շատ լավ։ Հաջորդ հարցի համար Սաթենիկ Հովանիսյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Աթենիկն եմ Երևանի պետական համալսարանից։ Պարոն Մարուքյան, ձեր խոսքում դուք բազմիցս քննադատել եք օգոստոսի 8-ին կնքված համաձայնագիրը ու կողմ դիրքորոշում եք արտահայտել նոյեմբերի 9-ի կնքված հայտարարության, եռակողմ հայտարարության վերաբերյալ։ Ինչպես եք կարծում, ինչքանով է հնարավոր այդ պայմանագրի վերագործարկումը այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության երկու պետությունները չեն ստանձնել իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել, ռուսական խաղաղապահ առաքելությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի տարածքից եւ հայաթափվել է ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, բավականին շատ խեղաթյուրում եւ մանիպուլյացիաներ են եղել նոյեմբերի 9-ի վերաբերյալ մեր դիրքորոշման մասով, երբ որ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման եւ Լեռնային Ղարաբաղում այլևս բնիկ հայ ժողովուրդը չէր ապրում, մենք առաջարկել ենք օգտագործել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ մերժել արտոնյալ պայմաններով ճանապարհի տրամադրման Ադրբեջանի պահանջը։ Հիմնավորել ենք հետեւյալ կերպ, որ
Հայաստանի համար այդ պարտավորությունը ծնվել է այն դեպքում, եթե կա Լեռնային Ղարաբաղ, հայ ժողովուրդ Լեռնային Ղարաբաղում ապրող եւ նաեւ Լաչինի Միջանցք, որից օգտվում է Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը։ Այն պայմաններում, որ չկա Լաչինի Միջանցքը, չկա հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղում ապրող եւ չկա Արցախը ըստ էության, հետեւաբար չկա պարտավորություն արտոնյալ պայմաններով ճանապարհ տալու, որին նաեւ ասում ենք Միջանցք։ Հետեւաբար նոյեմբերի 9-ը այդ պահին պետք էր օգտագործել եւ Ադրբեջանի կողմից բարձրացված այդ պահանջը փակել։ Մենք հիմա ասում ենք, որ քանի որ այլևս հիմա մեր արտաքին քաղաքական օրակարգից վերացած է ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի խնդիրներով խոսելը, մենք ասում ենք, որ որևէ պարտավորություն մենք չունեինք եւ չէր կարելի Ադրբեջանին տրամադրել հիմա Միջանցքը, որը որ տրամադրվել է։ Հետեւաբար մենք գտնում ենք, որ այդ Միջանցքը չպետքա լինի։ Եթե ուզում են ապա շրջափակում, խնդիր չկա, ուրեմն ճանապարհները կարող են բացվել։ Չի կարող լինել front office-ով, back office-ով, Հայաստանի Հանրապետությունով անցնող ճանապարհ, որտեղ մեր մաքսավորը, մեր ճանապարհային երթևեկության պարեկը, մեր ոստիկանությունը, մեր սահմանապահ ծառայությունը չի կարող իրականացնել ծառայություն։ Չպետք է լինի նման ճանապարհ։ Իր դիրքորոշումը դա է, դա ասել ենք օգոստոսի 8-ին, եւ եթե դուք համեմատեք մեզ մյուս քաղաքական ուժերի հետ, նրանք ունեն 99%-ով նույն դիրքորոշումը, որը որ իշխանությունները ունեն։ Հետևաբար նրանց միջև ոչ մի տարբերություն չկա գաղափարաբանական իմաստով, տեսլականի։ Չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Կար Ղարաբաղ, Միջանցքի շուրջ կարող ենք խոսել։ Մեր մոտեցումը հստակ էսա ի տարբերություն շատ ընդդիմադիր ուժերի, որոնք պարազիտի պես ուզում են բուսնել իշխանության օրակարգում ու իրենցը դարձնել այդ օրակարգը, բայց սա մենք անվանում ենք Միջանցքի կոալիցիա իշխանության եւ որոշ ընդդիմադիրների միջև, ինչը մենք մերժում ենք։ Չկա Ղարաբաղ, չկա Միջանցք, հստակ մոտեցումը սա է։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սվետլանա Խաչատրյան։ Սվետլանա Խաչատրյան, սովորում եմ Շիրակի պետական համալսարանում։ Պարոն Մարուկյան, ձեր վերջին տված հարցազրույցում դուք նշում եք, որ այսօր Ադրբեջանը մեղադրող քաղաքականություն է վարում ցեղասպանության զոհերի դեմ իրենց այդ ժամանակվա քաղաքական հայացքների համար եւ նաեւ հարցականի տակ է դնում մեր պետականության հիմքերը։ Արդյոք ձեր կուսակցությունը պատրաստել է ելքեր այս իրավիճակը շտկելու կամ վերացնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես շատ հարցերում ինձ հարցնում են ասում են օրինակ ո՞րն է ձեր առաջարկած այլընտրանքը, օրինակ քիչ առաջ խոսում ենք, չէ, ճանապարհի վերաբերյալ։ Տեսեք, չկա Արցախը, մենք գնում ենք հարցազրույցների կամ ինչ որ քննարկումներ են, չէ, եւ ասում են օրինակ դուք ինչպես եք առաջարկում ճանապարհը տալ Ադրբեջանին։ Մենք ասում ենք եղբայր մի րոպե։ Բայց ինչ է քննարկում, որ անպայման պետք է դուք ինչ որ մի բան տաք Ադրբեջանին։ Եվ ասում են, բայց ո՞րն է ձեր այլընտրանքը։ Չտալը։ Հիմա ո՞րն է այլընտրանքը հայոց ցեղասպանության այս պայմաններում, որ վիճարկում են, զոհրին են մեղադրում, անգլերենում վստահ եմ բոլորը լավ լեզուն տիրապետում եք, չէ՞, victim blaming բան կա, հասկացություն կա, որ հանցագործության զոհին մեղադրում են իր զոհ լինելու համար։ Եվ ի՞նչ է տեղի ունենում հիմա։ Քննարկում են, ասենք, մեկ դար առաջ տեղի ունեցած իրողությունները, որ հայ ժողովրդին օրինակ հանել անապատներով էթնիկ զտման են ենթարկել, այնտեղ կոտորել։ Իրանք ինչ էին մտածում այդ պահին, էլի, ասենք, ինչ տեսնես, ինչ սխալներ էին իրան կարել, որ տենց արին։ Ի՞նչն ենք քննարկում։ Քննարկում ենք զոհի գործողությունները, թե պետքա քննարկենք ցեղասպանի գործողությունները դատապարտելով։ Դրա համար այդ քննարկումները մտել են մեր շրջանառություն, հայկական, մեր մտածողության մեջ են արդեն մտնում, մենք դա ասում ենք փափուկ ուժ, soft power-ի միջոցով, փափուկ ուժի միջոցով, տեսեք, հիմա պատերազմ չկա, կրակոց չկա, բայց սա մշակութային դիվերսիա է, այսինքն ինչ են անում, փորձում են հայ մարդկանց պարտադրել, ռևիզիայի ենթարկել իրենց իմացածը, իրենց պատմությունը, իրենց պապերի անցածը, կամ ասում են մեկին հարցնում ենք, ասում ենք
Դու ձեր արմատները որտեղից ասում ա Վանից։ Մենք եղբայր մի րոպե, բայց դու որտեղից ես։ Բայց Դիլիջանից եմ, Դիլիջան եմ ծնվել։ Բայց քեզ հետ ենք հարցում, ասում ա չէ աղբեր։ Վանից։ Այս մարդը իր պատմական հիշողությունը չի ուզում ուրանա։ Չի կարելի պարտադրել մարդկանց ուրանալ իր պատմական հիշողությունը։ Եվ այս համատեքստում մեր անելիքը ո՞րն է։ Մեր անելիքը հետևյալն է. մենք երբեք են կարծիքին չենք եղել, որ հայոց ցեղասպանության հարցը պետք է լինի արտաքին քաղաքական գերակայություն, որ առաջի տեղում է։ Բայց նաև չենք կարծում, որ այսօրվա ուրացողությունը տեղ ունի, պետք է տեղ ունենա մեր քաղաքականության մեջ։ Այն պետք է լինի որպես անվտանգային կոմպոնենտ մեր արտաքին քաղաքականության բաների մեջ, թեմաների մեջ, այն իմաստով, որ մենք մի ժողովուրդ ենք, որ անցել է մի ճանապարհ, որի ընթացքում եղել է ցեղասպանություն։ Մենք մի ժողովուրդ ենք, որը 21-րդ դարում արդեն նույնի կրկնությունը տեսնում է Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտում։ Ես ձեզ եկեք օրինակներով ասեմ, որ ավելի տպավորիչ լինի։ Հուսով եմ լսում են նաև այնտեղ։ Տեսեք, 100 տարի առաջ, 111 տարի առաջ հայ մարդկանց ուզեցել են դուրս բերել մի տարածքից, որպես քաղաքական խնդրեմ, որովհետև քաղաքական խնդրեմ են եղել։ Դրա համար մեզ կոտորել են եւ դուրս են բերել այդ տարածքից։ Ժամանակ անցել, հիմա 21-րդ դարն է, չէ՞։ Հիմա նույն ձևի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը էլի քաղաքական խնդրեմ է։ Ինչի, որովհետև ինքնորոշման իրենց իրավունքով ինքնավարության իրավունքներով, որտեղ խորհրդային միության ժամանակ ինքնավարություն են ունեցել, քաղաքական սուբյեկտ են եղել։ Պրոբլեմ էին։ Դեռ պրոբլեմ էին ինչ են որոշել անել։ Էթնիկ զտման են ենթարկել, հիմա չկան։ Հիմա խաղաղություն է Արցախում։ Խաղաղ ոչ մի բան չկա։ Շարունակությունը ասեմ։ Դրանից հետո եկել են ասում են մենք որոշել ենք, որ պետքա ձեր տարածքի այս հատվածով գնանք գանք։ Քիչ առաջ հարգարժան երիտասարդը այդ հարցը տալիս էր։ Ասում ենք շատ լավ, որոշել եք որ դուք գնաք գաք այդ տարածքով, բայց ասում ա ձեզ չպետք է այդ տարածքում տեսնենք։ Ձեր սահմանապահը, դուք, ձեր բիզնեսմենը, ոչ մեկին չպետք է, մենք պետք է ասենք գնանք գանք ձեզ չտեսնենք։ Դա համար եմ ես ասում, դա անվտանգային հարց է, հայոց ցեղասպանության հարց, երբ որ դու բրիտանացուն բացատրում ես դրա պատմական հենքը եւ շարունակությունը, որ այս մարդիկ, այս քաղաքականությունը վարում են եւ նույն բանը հիմա են ուզում։ Մի դեպքում ասում են դուք ստեղ չպետք է ապրեք, մյուս դեպքում ասում են դուք Արցախում չպետք է ապրեք, մյուս դեպքում ասում են մենք պետք է գնանք գանք, ելի դուք պետք է այդտեղ չլինեք։ Դա նույն քաղաքականության շարունակությունն է։ Դրա համար ինչ պետք է մենք անենք։ Մենք պետք է առաջին հերթին ինքներս մեզ հարգենք։ Մենք ով ենք, մեր ինքնությունը արձանագրենք, մենք ինչ մշակույթի տեր ենք, մեր պետության հիմքում ինչ է անկած, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ աշխարհում մեզ ոնց ճանաչում են, այդպես հանդես գանք։ Ոչ թե փորձենք բանը պատմությունը ռևիզիայի ենթարկենք, մտածելով թե դիմացինը պետքա բան անի։ Մեզ մեղմ վերաբերվի դրա համար։ Բայց Կարպիսը բան ունի ասելու ավելացնի։ Եթե կարելի է ես էլ միջամտեմ, իդեպ նման հարցերի քննարկումը հիբրիդային պատերազմի հետևանք է։ Հիմա բացատրեմ թե ինչ նկատի ունեմ, որտեղ ամեն օր իշխանությունը կամ իշխանական այդ ռոպագանդիստները խոսում են հիբրիդային պատերազմի մասին, որ իբրև թե մղում է Ռուսաստանը, բայց ասում եմ լավ, եթե իսկապես ռուսները այդպիսի պատերազմ են մղում, ուրեմն Թուրքիան եւ Ադրբեջանը այդ հիբրիդային պատերազմը արդեն ավարտին են հասցնում, որովհետեւ փափուկ ուժի մշակութային էքսպանսիայի միջոցով այս հարցերը գցում են մեր մեջ, փորձում են փոխել մեր մտածողությունը, որ մենք սկսենք կասկածել։ Կարող է մենք ենք մեղավոր, որ ցեղասպանվել ենք։ Կարող է մենք ենք իսկապես դավաճանել ենք, գնացել ենք, միացել ենք ռուսներին, թիկունքից դաշունը խրել ենք այդ խեղճ թուրքերի մեջքը։ Մենք ենք մեղավոր։ Մենք ենք մեղավոր, որ տրվել ենք KGB-ի սադրանքին եւ ապստամբել ենք Արցախում, հաղթել ենք, չգիտեմ, եւ այլն։ Մենք ենք մեղավոր։ Սա հիբրիդային պատերազմի, փափուկ ուժի, մշակութային էքսպանսիայի վառ օրինակ է եւ հիմա մենք ինչ են ուզում դրանով հասնել, որ մենք սկսենք աշխարհին նայել Էրդողանի եւ Ալիևի հայացքով, աշխարհը տեսնենք իրենց հայացքով եւ հիմա շատ-շատերը, հատկապես նորաձև երիտասարդության միջավայրում այս խայծը կուլ են տալիս եւ մտածում են, որ միգուցե այս ճանապարհը կարող է հանգեցնել խաղաղ կյանքի,
բայց իրականում չէ, սա հանգեցնելու է մեր պետականության աստիճանական քայքայմանը։ Եթե մենք սկսեցինք կասկածել, պարտվել չի նշանակում լինել սխալ։ Եթե մենք 44 օրյա պատերազմում պարտվել ենք, չի նշանակում, որ մեր պայքարը սխալ է եղել։ Ինքնորոշման իրավունքը չի կարող երբևէ սխալ լինել, բայց մեզ անդադար համոզում են, որ մենք սխալ ենք եղել։ Իշխանությունը կամ Ալիևը եւ Էրդողանը մեր իշխանության շուրթերով, Նիկոլ Փաշինյանի շուրթերով, բայց մենք սխալ չենք եղել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Արտակ Մկրտչյան։ Նախ ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն եմ հայտնում հարց ուղղելու հնարավորության համար։ Ես Արտակ Մկրտչյանն եմ, 11 Շենիկի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ եւ իմ հարցը հետեւյալն է. Եթե վարչապետի ընտրությունը կախված լիներ ձեր կուսակցության որոշումից, ապա ում հետ կոալիցիա կկազմեիք՝ Փաշինյանի, Քոչարյանի, Կարապետյանի, թե Ծառուկյանի եւ ինչու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Սա էլ ներքաղաքական հիբրիդային պատերազմի արդյունք է։ Հեսա բացատրեմ թե ինչու։ Ուրեմն շրջանառվում է մի նարատիվ, մի թեզ, որ քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում են եւ իրանք պետք է անպայման ինչ որ մեկի բամբերը լինեն։ Մեր կարպիսի ձևակերպումն է բամբերը, կասեմ։ Ժողովուրդ ջան, մենք որպես կուսակցություն հիմնադրվել ենք 2015 թվականից։ 2015 թվականից անցել է 11 տարի։ Մենք 11 տարվա ուժ ենք։ Մենք ունենք անցած ճանապարհ։ Ունենք քաղաքական ինքնություն։ Մեր քաղաքական ինքնությունը որոշակի սկզբունքների ֆունդամենտալ մոտեցումների մասին է։ Որևէ մեկի հետ որևէ բան անելը դա բխելու է այդ անցած ճանապարհի քաղաքական ինքնությունից։ Հիմա հետ գալով հարցին, եթե մեզանից է կախված այդ ամեն ինչը, ուրեմն պետք է իրանք մեր հետ հաշվի նստեն։ Սկսեմ այդտեղից, եթե մեզանից է կախված։ Երկրորդ հանգամանքը։ Մենք հստակ ասել ենք, որ ում հետ փորձ ունենք արդեն անցնելու ճանապարհ, օրինակ, գիտեք, որ ելք-դաշինքի մեջ ենք եղել քաղաքացիական պայմանագրի հետ, հետագայում ենք համագործակցել պատերազմից հետո, եւ մեր ճանապարհները իրարից շատ հեռուացել են, որովհետեւ ֆունդամենտալ տարբերություններ ունենք մեր մոտեցումներում։ Մենք բացառում ենք քաղաքացիական պայմանագրի հետ որևէ բան անելը։ Այս մեկ։ Բայց մենք հասկանում ենք, որ նաև իրենք հաստատ ինչ-որ ֆրակցիա ունենալու են խորհրդանում։ Մենք գտնում ենք, որ ապագա խորհրդանում չպետք է որևէ ուժ ունենա բացարձակ իշխանություն։ Մեր տեսլականը հետևյալն է, որ պետք է վարչապետը ընտրվի կոմպրոմիսային տեխնացու, որը գործող իշխանությունից չի, որը նախկին իշխանությունից չի, որը գործող կամ նախկին իշխանության կողմից աջակցող մարդ չի, եւ հետեւաբար կոմպրոմիսային տեխնացուն կկարողանա ունենալ իր թիկունքում բազմաուժ պարլամենտական կոալիցիա եւ դրսում արտաքին աշխարհում բանակցությունների ժամանակ իրեն չեն կարող ասել, դե դու մի մարդ ես, մի ուժ ունես, որը ամբողջությամբ քեզ է ենթարկվում, դե քեզ ինչ ասեմ ենք գնա համոզի արա, ուր ես մեր այդ քննարկումներ անում։ Դու չես կարող մեզ ասել ոչ, որովհետև այնա այդ մի մարդն ես, դու ես։ One man show-ը։ Մենք ուզում ենք որ լինի կոմպրոմիսային վարչապետի տեխնացու։ Մենք չենք ուզում ներկան շարունակել, մենք անցյալն էլ հետ բերողը չենք։ Խոսքը գնում է ձեր ասած նախկին իշխանությունների մասին, անուններով հերթականությամբ չթվարկեմ։ Եվ այս իմաստով մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի եվրոպական մոդելի ազգային պետություն։ Ուշադիր լսեք, երիտասարդ մարդիկ։ Ազգային պետությունները ծնվել են Եվրոպայում։ Հայաստանը մեր տեսլականով եվրոպական մոդելի պետություն է։ Այն հայերի պետությունն է։ Ամբողջ աշխարհում որ քարտեզին նայում ես, հասկանում ես, որ սա հայերի պետությունն է։ Սա ֆրանսիացիների պետությունն է։ Սա գերմանական ազգի պետությունն է։ Սա շվեդ ազգի պետությունն է։ Հիմա հայկական պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, որպես հայ ազգի պետություն։ Մեր տեսլականով պետք է լինի եվրոպական մոդելի պետություն։ Ինչ ենք մենք հասկանում եվրոպական մոդելի պետություն ասելով։ Երբ որ մանկապղծության դեպք է լինում վեդիում, ոչ թե քնչական մարմինը կոծկում է, զոհերին է մեղադրում, ոնց որ օրինակ ցեղասպանության օրինակով Թուրքիան անում, այլ
քրեական գործահարություն եւ մեղավորները արագ բացահայտվում են եւ կանգնեցվում են արդարադատության առաջ։ Դա է եվրոպական պետությունը։ Ոչ թե եվրոպական պետության մասին անդադար Եվրոմիություն գնալու մասին անդադար խոսան, բայց տվյալ իշխանության քննչական մարմինը մանկապարտությունը կոծկի։ Հիմա հետ գալով էլի ձեր հարցին։ Պարլամենտական կառավարման համակարգում, որը այսօր գոյություն չունի, մենք ասում ենք, մենք մերժում ենք այդ բացարձակ իշխանությունը։ Իսկ բացարձակ իշխանություն չեղավ, պետք է լինի կոմպրոմիսային վարչապետ։ Եվ մյուս հանգամանքը, որ ասեցի հիբրիդային պատերազմի արդյունքա ձեր հարցը։ Ժորժ ջան, ավելի կարևոր է Հայաստանը լինելու, թե չէ, ու ինչ ձևի երկիր է լինելու, քան թե ով է լինելու այս երկրի վարչապետը։ Այդ հարցը հիմա այնքան է բարձրացված։ Մի հատ պաշտոն է գործադիր իշխանության ղեկավարի, որը պետք է լինի պարլամենտական ուժերի աշխատողը։ Վատ աշխատի գործից հանելու ենք։ Լավ աշխատի, ասելու ենք լավ է, նորմալ է, շարունակի։ Հիմա այդ պարագայում դա Հայաստանում դարձվել է հայոց հարցը, այն որ բան դուք սրանք կմիանան, նրանք կմիանան, մենք ոչ մեկի բամբերը չենք։ Մենք ձայն ենք հավաքում մեր տեսլականները կյանքի կոչելու համար։ Մենք ձայները հավաքում ենք մեր ծրագրերը իրականացնելու համար։ Ձեր թվարկած ուժերի մեծ մասը կողմ են, որ միջանցք լինի։ Մենք կողմ չենք։ Այդ ո՞նց ենք իրանց հետ համագործակցել։ Պետք է գան մեր այդ կոմպրոմիսի։ Ձեր թվարկած ուժերի մեծ մասը ուզում են նախաստորագրված պայմանագիրը գնան ստորագրեն։ Առանց Հայաստանի քարտեզը դրատակ դնելու, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է, մենք այդ թուղթը ստորագրողը չենք։ Մոռացեք։ Մենք միակ ուժն ենք, որ սա ասում ենք։ Մնացածները մտել են իշխանության օրակարգի մեջ։ Իշխանությունն ասում է խաղաղություն, իրանք ասում են մենք 6 անգամ ավել խաղաղություն կբերենք։ Իշխանությունն ասում է թոշակ, ասում են մենք 6 անգամ ավել թոշակ կտանք։ Մենք ասում է բանը անվճար առողջապահություն, ասում են մենք 6 անգամ ավել առողջ։ Մենք այդ դաշտում մրցակցելու բան չունենք իրանց հետ։ Մենք գիտենք ոնց են բանակցում, գիտենք որտեղ են այս խնդիրները եւ ներսից գիտենք, դրսից գիտենք։ Մենք եվրոպական, համաեվրոպական ԱԼԴԵ-ի անդամ ուժ ենք, մեզ համար հասու է Եվրոպական պարլամենտի 3-րդ ֆրակցիայի բոլոր գործիքները, ռեսուրսները, եւ մենք այդ բոլոր գործիքներն ու ռեսուրսները անգամ պարլամենտում չլինելով վերջին 5 տարիներին օգտագործել ենք մեր պետության համար։ Հիմա պարլամենտում վստահաբար ավելի լավ, ավելի արդյունավետ ենք օգտագործելու։ Կարպիսը ավելացնելու բան ունի։ Շատ կարճ բան եմ ուզում ավելացնել։ Ուզում եմ ընդհանրապես հիշեցնել, որ պետք չի անհանգստանալ։ Բոլոր տարբերակներով Հայաստանը ունենալու է վարչապետ, չի կարող չունենալ։ Այս հարցը մի փոքր շատ է ուռճացված, բովանդակությունը, գաղափարները, ինստիտուտները մղված են երկրորդական պլան ու այս վարչապետական հիստերիկ մրցավազքի մեջ ենք ներքաշված։ Ու հիմա արդյունքում ով կոստյումի փող ունի վարչապետի տեխնացու է դառել, տեսեք, այս առանց կոստյումի վարչապետի տեխնացու չէ։ Մենք վարչապետի տեխնացու չենք առաջարկել։ Հաշվի առնելով, որ դա ինչ-որ անհեթեթ ձևականություն է, սրանք խորհրդարանական ընտրություններ են, կհասնենք խորհրդարան եւ պարոն Մարուկյանի շեշտադրած ճանապարհային ուղով այդ process-ին կհասնենք, բայց այդտեղ իմաստը նա, որ Հայաստանը մնա որպես Հայաստան, որպես ինքնիշխան պետություն, որպես հայրի հայրենիք, դա է հարցերի հարցը, այլ ոչ թե 300,000 աշխատավարձերը, ոչ թե վարչապետական մոլերանտ փնտրտուքը կամ չգիտեմ բարձրացված թոշակները։ Սա է հարցերի հարցը, հավաստիացնում եմ Հայաստանը ունենալու է վարչապետ եւ շատ լավ կլինի, որ այդ վարչապետը լինի կոմպրոմիսային տեխնացու եւ ինչպես նախորդ հարցի ժամանակ ասեցի, որ եթե պարտվել ենք չի նշանակում, որ սխալ ենք, հիմա նույնը կարող ենք այս պարագայում ասել, չի կարող ճիշտ լինել նա, ով ավելի շատ փող ունի կամ ով ավելի շատ իշխանական լծակ ունի։ Նենց որ այդ խոսակցությունները շարունակվելու են ու իսկ թվում է հույս ունենանք, որ այս խելամիտ ճանապարհով կգնանք։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Հրաչյա Աշուղաթոյան։ Շնորհակալություն Աշուղաթոյան Հրաչյա, Հայ-ռուսական համալսարան, պարոն Փաշյան, ձեր քաղաքական ուժի գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնյան համաձայնություններով Ադրբեջանին տրամադրել է միջանցք, որը համարում եք արտաքին քաղաքականության ամենախոշոր սխալներից մեկը, ինչ կոմպրոմիսներ կամ ինչ ուրիշ որոշումներ ունեք, եթե լուսավոր Հայաստանը ստանա ազդեցություն ԱԺ խորհրդարանում։ Շնորհակալություն։ Ձեր ուղղված հարցը։
Հա, քեզ էր ուղղված։ Այդ հարցին բայց նոր պատասխանել ենք, բայց Փաշյանն է ուզում պատասխանի։ Նոր այդ հարցն ենք պատասխանում։ Կոնկրետ իմ հարցը ավելի շատ վերաբերվում էր հենց այդ կոմպրոմիսների մասին, հենց կոնկրետ դուք ինչ կառաջարկեք եւ միգուցե ձեր կարծիքով ձեր առաջարկները կաշխատեն Ադրբեջանի վրա, թե ոչ։ Գիտեք, մենք չենք հավատում այն խաղաղությանը, որը կյանքի է կոչվում կողմերից մեկի ոչնչացմամբ։ Ու այդ առումով մենք Միչանսկի հարցում որևէ կոմպրոմիս պատրաստ չենք անցալել։ Այդ կոմպրոմիսը կլիներ այն դեպքում, եթե գոյություն ունենար Լեռնային Ղարաբաղը եւ դրա հայկական լինելու դիմաց Լաչինի Միչանսկի կայուն կենսագործունեության պայմաններում մենք պատրաստ կլինենք խոսակցություն ծավալել նոյեմբերի 9-րդ կետի շուրջ կամ չգիտեմ, եթե հետագայում այլ բանակցություններ լինեն, բայց հիմա որևէ իմաստ եւ տրամաբանություն չկա տալ ճանապարհ այն դեպքում, եթե ճանապարհները ապա շրջափակվելու են, չէ՞։ Ինչն է սա պետ ճանապարհը, որը ունի անուն։ Պրոպագանդիստները ասում են դա Միչանսկ չի, ասում են լավ, եթե Միչանսկ չի, ուրեմն ինչի համար ինքը ունի անուն եւ ինչի ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Դե թող սովորական ճանապարհ լինի։ Ինչի հենց այդ մեկը անուն ունի։ Այն էլ ինչ անուն։ Հայաստանի հարավային հարևանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սպանողի անունով։ Եվ ով է մտածում հետևանքների մասին։ Այս հարցում ենք կոմպրոմիսների պատրաստ չեն գնալ ու նաև պատրաստ չենք տրվել այդ շանտաժին, որ կլինի պատերազմ։ Մեր վերլուծությունները, որոնք օթից երևակայական կոֆեի բաժակ նայելով վերլուծություններ չեն, ցույց են տալիս, որ պատերազմի պատճառ չկա, իշխանությունը կեղծ պրոպագանդայով տերորի է ենթարկում իր ժողովրդին։ Մենք նաև ունենք լուրջ վերլուծություններ եւ կասկածներ այն մասին, որ Ալիևը Նապոլեոն Բոնապարտը չի եւ չի կարող գնալ ամեն ինչին եւ բոլորին դեմ։ Մի խոսքով, պատերազմի պատճառ մենք չենք տեսնում, բայց նաև մենք տեսնում ենք պայքարի եւ տքնաջան աշխատանքի անհրաժեշտություն եւ Հայաստանի վերականգնման անհրաժեշտություն, խաղաղություն մեկ կողմի ոչնչացման գնով հնարավոր չէ։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասել։ Ինչպես էր ձեր անունը։ Հրաչյա ջան։ Ես Միացյալ Նահանգներում սովորել եմ Մինեսոտայի համալսարանում իրավաբանական դպրոցում, հետո Ստենֆորդի համալսարանում եմ վերապատրաստվել, 3 տարի առաջ էլ Հարվարդի բանակցությունների կուրսն եմ ավարտել։ Ուզում ձեզ վստահեցնել, որ այդ Վաշինգտոնյան բառով, այդ որ Վաշինգտոնյանը, որ իբր թե մենք պետքա դրան բանտարվենք։ Պետք չի մարդկանց փորձել ինչ-որ ավելի լուսավոր բան ցույց տալ, քան ինչ-որ որ կա իրականում։ Ես այդ գիշերը ուղի եթերում խոսել եմ, իմ YouTube-ի ալիքում կա, կարող եք նայել։ Եվ ասել եմ, որ մեր կառավարությունը մեր ժողովրդին խաբում է, որ հենց հիմա ստորագրում է երրակոմ փաստաթուղթ։ Առաջինը դա երրակոմ չի։ Հետո իրանք կանգնեցին, ընդունեցին, որ հա դե Տրամպի անվան տակից witness բառը ջնջել ենք դեմի, հա, ջնջել էին կառավարության կայքից։ Իսկ եթե մարդիկ Միացյալ Նահանգների այդ բարձր մակարդակում ստորագրած փաստաթուղթը կեղծում են իրանց ժողովրդի համար։ Այդ մարդկանց ո՞նց եք ուզում դուք հավատաք, այնտեղ մեկն հարցնում ասում է իրանց հետ ինչ որ բան կանեք։ Հիմա հետ գալով մենք ասում ենք հետեւյալը. մենք հասնեինք Սպիտակ տան այդ աշխատասենյակ 10 անգամ ավելին կստանայինք մեր ժողովրդի համար, քան ստացել են ստացողները։ Ուզում ա հավատակ, ուզում ա չհավատակ։ Ես իզուր չասեցի, որ այդ Ամերիկայի տեղն է գիտենք, կրթություն էլ ունենք, գիտենք։ Ես նաև Վաշինգտոնում բանակցությունների եմ մասնակցել, ի պաշտոն է։ Եվ ես գիտեմ, որ մենք կարող էինք ավելին ստանալ։ Մենք արել ենք այն, ինչ որ ուզեցել է Ադրբեջանը, եւ սխալ ենք արել։ Մենք համաձայն չենք այդ սխալի հետ։ Հայաստանը ժողովրդավարական երկիր պետք է լինի, եւ պետք է լինեն մարդիկ մեր նման, ովքեր համաձայն չեն։ Եվ Կարպիսը լավ ձևակերպեց, որ այսպես կոչված խաղաղություն, որը կառուցված է մի կողմի ոչնչացման վրա, դե խոսակցություն չկա։ Եվ տրամաբանություն էլ չկա։ Եվ պետք է այդտեղ աշխատանք տանել, որ բոլորը մեզ ճիշտ հասկանան։
Այն իմաստով, որ եղբայր չկա Արցախը, եւ եթե Արցախը չկա, մենք չենք դնում պահանջ, որ ժողովուրդը հետ պետքա գնա։ Մենք չենք դնում պահանջ այդ մասով, հետեւաբար իրանց պահանջը արտոնյալ ճանապարհ ունենալու, որը կունենա անուն, չգիտեմ ինչ եւ այլն, այս պահանջը լեգիտիմ չի։ Զուրկա որևէ իրավական փաստարկներից եւ հենքից։ Հետեւաբար կարիք չկա դրա համար գնալ հասնել Վաշինգտոն, անուննել Վաշինգտոնյան համաձայնություններ։ Ես ձեզ ասեմ անկեղծ, դա արվել է մի բանի համար, որտեղ դիմաց ընտրություններ էր եւ պետք էր ընտրություններից առաջ այս կեղծիքը, որ սաղ նորմալ է, սաղ լավ պայմանավորված է, եկեք մեզ ընտրեք։ Մինչև 25 թվականի հունվարը իշխանությունները տոտալ չեն համաձայնվել այդ ամեն ինչին։ Ոնց է որ 25 թվականի հունվարին համաձայնվել են։ Որտեղ 26 թվականին ընտրություններ էր գալիս։ Այն ունի ներքաղաքական բնույթ, բայց ես կյանքում իմ ներքաղաքական շահերի համար իմ պետական շահերը չեմ զիջի ոչ մի միլիմետր։ Իմ մոտեցումը սա է։ Ես մի բան էլի ավելացնեմ հարցի հետ կապված, եթե հետևեք մեր քաղաքական հռետորաբանությանը, մենք գիտակցաբար փորձում ենք նվազեցնել թրիփ եզրույթի կիրառությունը Թրամփ, որովհետև չենք ուզում որևէ կերպ ինչ-որ ստվեր գցել հայ-ամերիկյան հարաբերությունների եւ դրանց նշանակության վրա, հասկանալով, որ որևէ կշտամբանք չկա ամերիկյան գործընկերների ուղղությամբ եւ ամբողջ խնդիրը այս իշխանությունների ապաշնոր արտաքին քաղաքականության ամբողջ խնդիրը իրենց ապաշնոր քաղաքականության մեջ է։ Դրա համար մենք այդ թրիփ եզրույթի կիրառելիությունը նվազեցնում ենք եւ դրան ուղիղ անվանում ենք միջանցք, որովհետեւ դա միջանցք է ուղղակի փուչիկներով եւ զարդերով զարդարված, այտենց Օրինակ նախընտրական շտաբներ կա, չէ՞ որ բացում են։ Տեսել եք հիմա նախընտրական շտաբներ փուչիկներով։ Դե գիտեք, չէ՞ լուսավոր Հայաստանի շտաբը վիրտուալ է։ Մեր կայքից է գործում, մենք չունենք ոչ միտեղ փուչիկներով շտաբ։ Հիմա այդ էլ միջանցքա պրոստը ոնց ծածկեն փուչիկներ են դրվել են, էլի, փուչիկներն է։ Ես 2005 թվականին նախագահ Ջորջ Բուշի օգնականին եմ հանդիպել։ 2005 թվականին։ Բանակից նոր էի վերադարձել, այսինքն նոր չէ, մի 4 տարվա զորացրված էի։ Ուզում եմ ասեմ, այդ նույն սպիտակ տանը, տեղը գիտենք, սաղ ոնց է ալնում։ Պետք չէ տենց անել։ Լավ բան կարելի էր անել։ Հաջորդ հարցը։ Շնորհակալություն Կարինա Գրիգորյան, հաջորդ հարցի համար։ Բարև ձեզ, ես Կարինա Գրիգորյանն եմ, սովորում եմ Երևանի պետական համալսարանում։ Էդմոն Մարուկյան, հարցս այսպիսին է. Մակրոնի այցի օրը իշխանության դեմ տեղի էր ունենում բողոքի ակցիա ընդդիմադիր ուժերի կողմից եւ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ կցանկանայի լսեի ձեր գնահատականը։ Շնորհակալություն։ Ուրեմն ես շատ նորմալ եմ համարում ժողովրդավարական երկրում բոլոր տեսակի բողոքի ակցիաները եւ որքանով որ հիշում եմ ռազմագերիների մասին էր, չէ՞, ընդդիմադիր ուժերի ակցիան։ Ճիշտ եմ հիշում։ Շատ նորմալ եմ վերաբերվում, թե Մակրոնի այցի օրը, թե եթե ուրիշ այլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ գերտերության ղեկավար կայցելի Հայաստան, որ կարելի է ցույց տալ, որ այս երկրում կա այլախոհություն, կա պլուրալիզմ, բազմակարծություն, կան մարդիկ, ովքեր իրերը այլպես են տեսնում, կան մարդիկ, ովքեր գտնում են, որ կան քաղբանտարկյալներ, եւ կան մարդիկ, ովքեր Մակրոնից պահանջում են, որ նա ջանքեր գործադրի, որ Բաքվում պահվող հայ գերիները, ռազմագերիները ազատ արձակվեն։ Ես այդ իմաստով նորմալ բան եմ տեսնում։ Ես տեսա, որ ինչ-որ արշավ կար այդ մարդկանց դեմ, որ խայտարակում են ռեսպուբլիկան, բան սենց, որ չի կարելի բան, Մակրոնը եկել է, ոնց կարելի է բողոքի ակցիա անել։ Ես կարծում եմ ցանկացած ֆրանսիական հանրապետության ցանկացած ղեկավար շատ լավ գիտի ինչ անջանքում բողոքի ակցիա եւ շատ նորմալ է վերաբերում, որտեղ Ֆրանսիայում անդադար բողոքի ակցիաներ են։ Նորմալ է։ Ընդհանրապես մի նախադասություն, այդ քաղաքացիական բունտի գաղափարը մեր երրորդ հանրապետության ամենակայացած ինստիտուտներից մեկն է եւ դրան պետք է միշտ լավ վերաբերվել, որ միշտ կա պայքար, միշտ կա այլախոհություն ու կապ չունի դա ում դեմ է, միգուցե մեր դեմ է, բայց դա մեր ամենակայացած քաղաքական մշակույթներից մեկն է ու դրա վրա պետք է դողդողալ, հավատացնում եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Արեգ Բադալյան։
Բարև ձեզ, շնորհակալություն ձեռնված հնարավորության համար։ Ես Արեգ Բադալյանն եմ, սովորում եմ Վարդենքի կրթահամալիրում։ Պարոն Փաշյան, հարց ուղղված է ձեզ։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս առանձին գաղափարախոսություններով եւ քաղաքական ծրագրերով, ինչը կարծում սա ժողովրդավարական բազմակարության դրսևորում է, թե փաստացի հասարակության տարանջատում եւ պարակտում, ինչից կարող են օգտվել նաեւ Հայաստանի Հանրապետության թշնամիները, նաեւ տպավորություն է ստեղծվել, որ ընտրությունները վերածվել են անհատների պայքարի, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս իր շահի համար, ինչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ եւ ընտրվելու պարագայում ինչ արտաքին եւ ներքին քաղաքականություն եք պատրաստվում վարել, որը չեն կարող կամ չեն ցանկանում վարել մնացած 18 քաղաքական ուժերը։ Կանխավ շնորհակալություն։ Վերջին հատվածը չլսեցի։ Ընտրվելու պարագայում ինչ արտաքին եւ ներքին քաղաքականություն եք պատրաստվում վարել, որը չեն ցանկանում կամ չեն ուզում վարել մնացած 18 քաղաքական ուժերը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, երբ որ խոսում են ժողովրդավարության մասին, հատկապես այս մի փոքր Եվրոպայից դուրս գտնվող տարածաշրջաններում, մերձավոր արևելքում կամ հետխորհրդային տարածքում, ժողովրդավարությունը ինչ որ այտենց երկնային Երուսաղեմ է, հա, թվում։ Մտածում են, որ դա դրախտ է, Եդեմի պարտեզն է։ Չէ, ժողովրդավարությունը շատ ներքին խնդիրներով համակարգ է, որը ցավոք սրտի ավելի արդյունավետ այլընտրանք չունի։ Այո, պետք է լինի ժողովրդավարական համակարգ, բայց ժողովրդավարական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ եւ ոչ միայն մեր մոտ, այլ նաեւ շատ ավելի զարգացած երկրներում, այսինքն յուրաքանչյուր համակարգ բերում է իր հետ խնդիրներ։ Օրինակ, ժողովրդավարությունը պետք է անցնել որպես համակարգ, այլ ոչ թե որպես կրոն։ Հիմա որոշ մարդիկ դա անցնում են որպես կրոն, որին պետք է պաշտել։ Հիմա մուլտիկ կա, որ ասում է, «Я за демократию маму убил»։ Ինքը համակարգ է, արդյունավետ մարդկային համակարգ է, որտեղ մարդիկ ապրում են, այլ ոչ թե ավտորիտար, տոտալիտար համակարգերը, որոնք մարդուն սպանում են, սահմանափակում են եւ այլն։ Եվ մի կողմից լավ է, որ շատ ուժեր են մասնակցում։ Դա իսկապես ժողովրդավարական է, բայց այստեղ կան շատ խորը ներքին խնդիրներ։ Եվ դուք ասեցիք այլասերված քաղաքական միջավայրը, այդ սունկի պես ծնվող եւ մահացող քաղաքական ուժերը, ընտրությունից մեկ օր առաջ կուսակցություն առնող եւ անվանափոխող, հիմա չեմ ուզում այդպես անուններ տալ, բոլոր այս այլասերված բարքերը կան, բայց ժողովրդավարությունը եւ համակարգը պետքա բարեփոխել, համակարգը պետքա ինքնամաքրվի, ինձ որ նորմալ է, թող շատ ուժեր մասնակցեն, բայց այդ մասնակցությունը պետքա նաեւ հանգեցնի առողջացման քաղաքական համակարգի եւ ինչ կառաջարկենք մենք, եթե մենք ընտրվենք, շատ բարդ հարց է։ Պարոն Մարուկյան, ինչ կանենք առաջինը։ Օրինակ ես մտածում եմ առաջինը պետքա եկեղեցուց ներողություն խնդրենք, եթե մենք ընտրվենք։ Այն ամենի համար, օրինակ ես տենց եմ մտածում, չգիտեմ, իմ թիմի անդամները չեն քննարկել, բայց ես մտածում եմ պետք է օրինակ հայ առաքելական եկեղեցուց ներողություն խնդրել այն տերորի համար, որ այն բոլշևիկյան տերորի համար, Ստալինյան, որ վերջին օրերին եղան, վերջին օրը ինչը, վերջին ամիսներին։ Ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Իրականում շատ խոցելի խմբեր կան, որոնցից արժի ներողություն խնդրել, ինչը որ այլանդակել է այս գործող իշխանությունը։ Շատ հարցեր կա, բայց ես առաջինը դա կանեի։ Դուք ինչ կանեիք, պարոն Մարուկյան։ Հարցը շատ լայն է, բայց ես արդեն ասեմ, մենք ձեր լսարանում Վաշինգտոնյան փաստաթղթերի մասին խոսեցինք, նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին խոսեցինք, նաև Կարպիսը խոսեց ներքին կյանքում տեղի ունեցող այս խժդժությունների մասին, մենք կարծում ենք, որ մեզ նաև էկո խորհրդարանում շատ անհրաժեշտ է որոշակի օրակարգերի շուրջ փորձել վերականգնել հանրային համերաշխությունը։ Պետք է մեզ մեր ներքին իմունիտետը բարձրացնել։ Այսօր մենք ոչ միայն ներքին իմունիտետի խնդրեմ ունենք իրար գզվրտոցի համատեքստում, ներքաղաքական, նաև մենք խնդրեմ ունենք ներքին իմունիտետի դրսից մեր վրա կիրառվող փափուկ ուժի դիվերսիայի, այդ մշակութային դիվերսիայի համատեքստում։ Եվ որ մենք սկսել ենք ինքներս մեր ինքնության վերաբերյալ մեզ անդադար challenge անել անգլերեն ասած, չգիտեմ ոնց բանը, հարցեր տալ, վիճարկել, հա, որը ֆունդամենտալ բան է, խնդրեմ է մեզ համար։
Եվ դուք ես ձեզ վստահեցնում եմ շատ արագ այդ առողջացման պտուղները կտեսնեք։ Ինչ վերաբերում է օրենսդրական, բազմաթիվ օրենսդրական փաթեթներ ունենք մենք։ Մի մասը վերաբերում է դատա իրավական համակարգին, այսօր մեր ժողովուրդը տառապում է այս դատական համակարգի ձեռքը։ Մի մասը վերաբերվում է բանկային ոլորտին, այնպիսի տոկոսներ է դրված եւ այնպիսի համակարգ է դրված, որ մարդիկ իրենց վերցրած վարկի մի քանի անգամը վճարում են մայր գումարի, դեռ չեն ազատվում, խայտառակ վիճակ է եւ կառավարությունը վերջին 8 տարիների ընթացքում եղել է բանկային համակարգի կառավարությունը։ Նայեք, աղքատներով, սովորական ժողովրդով իշխանության եկած մարդիկ դարձել են օլիգարխիայի պաշտպանը։ Մեծ խոսալով չի, փաստերով պետք է նայեն։ Փաստերը նայեք, տեսեք։ Այն հիշում եմ հեղափոխության օրերը, որ Կարպիսը, ասենք, չգիտեմ, մի շաբաթ չէի լողանում կամ 10 օր, հա, այդ մարդիկ այդ ամեն ինչի միջով անցնելով նայում ենք ինչ ծրագիր ներդրվել է մի բանի համար, որ բանկերը շատ փող աշխատեն։ Ոնց է լինում այդ քյասիվների հեղափոխությունը վերջում վերածվում է նման բանի։ Աղքատ ժողովրդի մասին մտածողների հեղափոխությունը, տուգանքների դեմ կռիվ տվող, դու գիտեք որ տուգանքների դեմ այդ կռիվ տվող այդ խոսակցությունները հիմա բազմապատիկ է։ Որ մեր ժողովուրդը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններում չգիտի ոնց իր բանկային հաշիվներն ազատի, անիմաստ բյուրոկրատիաներից ոնց անի։ Բազմաթիվ նախագծեր ունենք։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ մենք գտնում ենք, որ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումից առաջ ազգային ժողովը պետք է բազմաթիվ օրենքներ ընդունի, իսկ կառավարությունը ենթաօրենսդրական ակտեր, մեր տնտեսությունը, մեր ռազմավարական օբյեկտները, նրանց արժեթղթերը պաշտպանելու համար։ Այսինքն մինչև այդ ցամաքային սահմանը կբացվի, եթե պետք է բացվի։ Սահմանը մենք չենք փակել։ Հիշեցնեմ ձեզ, եթե պետք է բացվի, մենք պետք է մեզ պաշտպանող օրենքներ ընդունենք։ Դուք ասում եք ինչով են տարբերվում։ Ոչ մի քաղաքականություն չունի այս օրակարգերը։ Շատ ուժեր ամենայն հարգանքով կամ ամենայն չհարգանքով լսում են, տենց կիսատ-պրատ խոսում են, հետո բայց որ լսած բանից են խոսում, լրագրողը կոտ հարցավելա տալիս, չեն կարողանում մինչև վերջ պատասխանել, որտեվ իրանց թեզերը չի։ Իրանց թեզերը չեն։ Դրա համար ժողովուրդ ջան, չի լինում էլ ընտրություններին մասնակցել մի շաբաթ առաջ կուսակցություն առնելով։ Տենց չեն մասնակցում ընտրություններին։ Դրա համար ես ասում, մենք քաղաքական ինքնություն ունենք, անցած ճանապարհ ունենք, սխալներ ունենք արած, լավ բաներ ունենք արած, բայց փորձ ենք կուտակել, չէ՞։ Ասենք Միացյալ Նահանգներում, որ նայում եք կոնգրեսմեններին, սենատորներին, մարդիկ են, ովքեր ինչ որ փորձ ունեն։ Հայաստանում անդադար ամեն ընտրություն ասում են, մենք ուզում ենք նոր ուժեր գտնենք։ Շորժան նոր մարդ, այն ուզում եք գաք ձեր վրա պարապեն, ուզում եք գան ձեր վրա փորձեր անեն։ Պիլոտային պրոյեկտ է այս երկիրը։ Պիլոտային պրոյեկտ է, որ գան պիլոտ պրոյեկտ անեն, փորձեն լետենանես բանը ոնց կլինի։ Ամեն փորձ, որ մեր երկրի վրա արվել է, վերջին 8 տարում, բազմաթիվ պիլոտային պրոյեկտներ են այս երկրում արվել։ Դրա արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել պիլոտային պրոյեկտների։ Ուրիշ բան ասեմ, հայ մարդուն մի հատ ձեր մեջ պատկերացրեք, մեզանից յուրաքանչյուրին։ Մենք մեր անձնական կյանքում շատ ռացիոնալ ենք։ Մենք եթե ուզում ենք ատամնաբուժի մոտ գնանք, կգնանք ամենալավ ատամնաբուժի մոտ, չէ՞, մեր բժշկի գնանք, մեր մեքենան վնասվի, լավ գուստա ենք ման գալիս, չէ՞։ Բայց քաղաքական process-ի մեջ ասում ենք, ինչ կլի որ լավ տղա է, մեր այն բանի Վալոդի բարեկամն է, բան իրան կարանք ընտրենք, լատենանք ինչ կլինի։ Այսինքն 5 տարին մեկ երկրի կառավարման ձեր իրավունքը, որ մի ձայն ունեք, 5 տարին մեկ անգամ, ձեզ ասում են, ես մի անգամ կարա գաք կառավարմանը մասնակցեք։ Ու դուք այդ կառավարմանը մասնակցելուց կամ չեք գնում ընտրական տեղամաս, ալարում եք, ոչ մեկին չեմ ուզում, ես բոլորին դեմ եմ, բան տենց բաներ։ Կամ ասենք գնում եք ուզում եք բանով, փորձարկեք, լատարեա, չէ ժողովուրդ։ Դրա համար ենք ասում, Հայաստանում այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Սովորական ընտրություններ չեն, այս ընտրություններով որոշվելու է բազմաթիվ հարցեր մեր պետության ապագայի վերաբերյալ։ Սա այն ընտրությունները չի, որ որոշենք, թոշակները բարձր կլի մի քիչ, թե մի քիչ ցածր։ Դրա մասին չի։ Դուք գիտեք հայ ժողովուրդը ինչա նոր ուժ ուզում, որ նորովի քրֆի։ Դե հիմա ուզում եմ ուղղակի այս իմաստով մենք մի քիչ ավելի սթափնայենք, որովհետև ես կարծում եմ, որ մենք մի լսարանում ենք, ովքեր իրոք
մտահոգ են եւ վստահաբար ուզում են ռեմոնտադա։ Ռեմոնտադայի բացատրությունը արդեն կարծիքս տվել է։ Վերածնունդ, վերափոխում, նորից նոր մեկնարկ, հետ գալ, վերականգնում։ Այս ենք մենք ուզում։ Երիտասարդների հետ։ Եվ մենք մեզ համարում ենք երիտասարդ ուժ 11 տարեկան։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Մանե Հեպոյան։ Ես երկու հարց կհղեմ, կարծում եմ, որ երկուսդ էլ պատասխան կունենաք էլի տալու։ Պարոն Մարոկյան, սկզբի համար ձեր Facebook-յան գրառումներից մեկում նշեցիք, ինչպես նաև այսօր ձեր բացման խոսքում անդրադարձաք, որ Ադրբեջանին պետք է դուրս մղել եվրոպական համայնքից եւ թույլ չտալ, որ ոչ ժողովրդավար պետությունը հողորտա ԵՄ խորհրդարանի վրա եւ եվրոպական խորհրդարանի վրա։ Եվ նաև ինձ հետաքրքրում է, դուք առհասարակ շատ ռադիկալ դիրքորոշումներով եք հանդես գալիս Ադրբեջանի վերաբերյալ, որ Ադրբեջանը խաբում է, Ադրբեջանի ուզածը խաղաղություն չէ։ Ինձ անչափ հետաքրքիր է, թե իշխանության գալուց հետո հենց հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչպես են զարգանալու եւ երբ որ խոսում ենք նրանց եվրոպական համայնքից հեռացնելու մասին, կոնկրետ գործիքակազմ կա, արդյոք թե ինչպես ենք մենք դա պատրաստվում անել իշխանության գալու դեպքում, որովհետեւ ինձ համար որպես երիտասարդ անկեղծ շատ կարեւոր է երկխոսությունը եւ հարցումներին նայելով կարծում եմ մեծամասնության համար եւս կարեւոր է, այսինքն ձեր դիրքորոշումներից մի փոքր ես զգում եմ, որ ավելի sense փակ է լինելու, մեր համագործակցությունը այդպես չի ստացվելու, եթե հակառակներ խնդրում նշել եւ ուզում եմ մի մեջբերում անել պարոն Փաշոյանի գրառումներից մեկից Facebook-յան, ներողություն պետք է կարդամ։ Արցվաշենը Նիկոլի իրական Հայաստանի ամենաիսկական խորհրդանիշն է, 4 կողմից Ադրբեջանով շրջափակված, առանց բնակչության, առանց կոմունիկացիաների, առանց ռազմավարական իմաստի եւ տնտեսական արժեքի, բայց ինքնիշխան։ Ես ուզում եմ այս մասով հարց տալ։ Իրականում ես մտածում եի Արցվաշենի վերաբերյալ, թե ինչ նշանակություն ունի այն մեզ համար եւ ինքս ինձ համար գտա, որ իրավական տեսանկյունից գոնե թե եթե որևէ տարածք դե յուրե գտնվում է ինքնիշխան պետության տարածքում, պետք է որ նաեւ այնտեղ դրա հետ կապված մենք կապեր ունենանք եւ անգամ մտածում էի Արցվաշենի վերաբերյալ, որ հնարավոր է որ դա հենց հնարավորություն ստեղծի մեզ համար լոգիստիկա, կոմունիկացիաների բացման համար եւ ամբողջությամբ ինչի չկարդացիք։ Հա, որովհետեւ սկզբից այլ տարածքներ եք նշում, իմ հարցը հենց Արցվաշենին է։ Որ հատվածը կարդացիք, որ ես դեմ եմ որ Արցվաշենը լինի Հայաստանի կազմում։ Հա, սկզբում նշում եք այլ տարածքներ, ես փորձեմ վերարտադրեմ։ Հա, եթե Շուշին հանձնես, Ստեփանակերտը հանձնես, Գորիս Կապան ճանապարհը հանձնես, ամեն ինչ հանձնես, Միչանսկ տաս, վերջում գաս կանգնես Արցվաշենի մեջտեղում ու ինքնիշխան ժպիտով նայես աշխարհին։ Շատ լավ, այդ դեպքում հա, շատ լավ, այդ դեպքում ուղիղ հարցս հղեմ, դուք արդյոք Բալաբանովի մասին լսել եք ռեժիսոր։ Ինչ։ Ռեժիսոր Բալաբանովի մասին լսել եք, ռուս ռեժիսոր։ Груз 200 կինոն տեսել եք։ Այնտեղ մի հատ հարբեցող կա, կործանված ճակատագրով մեկը, որ անդադ երազում է այդ իր փոքրիկ ֆերմայում արևի քաղաք ստեղծել երազանքների, բայց ինքը կործանված մարդ է, հարբեցող։ Հիմա մեր մոտեցումը Արցվաշենին դա է։ Ամեն ինչ կործանել, որ փոքրիկ Արցվաշենի ու ինչ որ արևի քաղաք ստեղծել ու վայելել։ Բայց ես միջև պարոն Մարուկյանի հարցին ասել եմ, ձեր շտկումը ցնեմ։ Դուք ասում եք, որ մենք Ալիևին մեղադրում ենք կամ Ադրբեջանին խաբելու մեջ։ Իդեպ մենք երբեք Ադրբեջանին չենք մեղադրել խաբելու մեջ, ընդհակառակը մենք միշտ շնորհակալ ենք Ալիևից եւ Ադրբեջանից, որովհետեւ իրենք չափազանց ազնիվ են ու անկեղծ մեր հետ։ Նրանք մեր հետ կեղծ խաղաղություն չեն խաղում, իրանք մեր հետ կեղծ ֆլիրտ չեն անում եւ պարզ ուղիղ ասում են, թե ինչ են անելու մեր հետ։ Պարզ ուղիղ ասում են, որ պայթեցնելու են մեր եկեղեցիները եւ պայթեցնում են պարզ խոսում են Արմենիան Ադրբեջանի մասին, հենց որ մենք շնորհակալ ենք։ Իրականում իրանք կարող էին կեղծ ժպիտով մեզ խաբել եւ հետո թիկունքից դաշինով խփել, բայց իրանք ամեն ինչ ճիշտ ասում են, հստակ շարադրում են, հենց որ մենք Ադրբեջանին եւ Ալիևին երբեք չենք մեղադրել խաբելու մեջ, ընդհակառակը շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Այդ դեպքում խնդրում եմ մի փոքր մանրամասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ բանակցային process-ի դիսկուրսի զարգացումը ինչպես կլինի, ինչ հերանեկարներ կան ձեր իշխանության գալու դեպքում։ Դա արդեն լուրջ հարց է, պարոն Մարուկյանը թող պատասխանի։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ նախ ասել, որ կներեք ձեր անունը ինչպես էր։ Մանյա։ Մանե ջան, ուզում եմ ասել հետեւյալը, որ ես քաղաքականություն եմ եկել ՀԿ սեկտորից, զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ եւ
վստահեցնում եմ ձեզ, որ երկխոսության մշակութային բազմազանության մեծ ջատագով եմ։ Բայց երբ որ երկխոսությունը, որ դուք ասում եք, օրինակ ես ուզում եմ երկխոսություն լինի, այն ուղակի մեզ մորթելու մասին է, դա պետք է մենք մի քիչ բան անենք, դիտարկենք, որ հասկանանք, էլի ինչ երկխոսություն է, եւ մենք երկխոսության շատ մեծ կողմնակիցն ենք եւ ջատագովն ենք։ Հետ գալով բանակցային գործընթացին։ Ես ձեզ որպես դրա մասնագետը վստահեցնում եմ եւ ասում եմ, որ այն ինչ որ հիմա դրված է սեղանին, Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամ դարձնելու մասին է։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերված են, դրանք միայն պայմանավորվածություններ են ընդդեմ Հայաստանի։ Այդտեղ Հայաստանի օրակարգ գոյություն չունի։ Եվ ես հիշեցի Իսրայելի վարչապետի խոսքերից մի խոսք, Գոլդա Մեյերի, երբ որ խոսում են խաղաղության մասին, ասում են, բա չեք ուզում խաղաղություն, բան, չգիտեմ։ Եվ շատ լավ խոսքեր ունի, խնդրեմ ուսումնասիրել նրա խոսքերը պատերազմի եւ խաղաղության մասին։ Այնտեղ մի դրվագ կա, որտեղ ինքն ասում է, հա, էլի խաղաղ ապրենք, բայց եթե խաղաղությունը մեզ մորթելու մասին է, մեր չլինելու մասին է, մենք չենք ուզում դա։ Հիմա հետ գալով Ալիևի ասეთ անկեղծությանը։ Ժորժ ջան, մենք ուզում ենք, որ լինի փաստաթուղթ, որը մեր երկու պետությունների մասին է։ Ճիշտ է։ Հիմա մեզ ասվել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց փոխադարձաբար ճանաչել են։ Մեզ տենց է չի ասվել։ Դուք ունեցել եք վստահ բանախոսներ, ովքեր ձեզ դա ասել են։ Հիմա ես ձեզ տեղեկացնում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ քարտեզով եւ քառակուսի կիլոմետրով չի ճանաչել մինչեւ այսօր։ Մենք իշխանության որ գանք, մենք բանակցություններ ենք վարելու, որ ճանաչի։ Եվ կա այդ քարտեզը, որ պետքա ճանաչի։ Եվ եղել է նման բանակցություններ, որ պետքա այդպես լիներ։ Ինչ որ պահից մեր իշխանությունները հրաժարվել է այդ գծից եւ գնացել է առանց մեզ կոնկրետ քարտեզով ճանաչվելու թուղթ ստորագրել։ Այդ կարմիր գծերը ազգային ժողովի ամբիոնից հրապարակվել են մեր վարչապետի կողմից, որ մինչև չլինի կոնկրետություն, մինչև չլինի հստակություն, որ իրար ճանաչում ենք ինչի իման վրա, ինչ փաստաթղթերով, ինչ քարտեզով եւ այլն, մենք չենք գնալու դրան։ Եվ ինչի համար է դա ասվել, որ մենք պետքա process-ի վերջը տեսնենք։ Մենք պետքա տեսնենք, այս process-ը ուր է տանում, վերջը տեսնենք։ Եվ հիմա ինքը համասել է, համարած process-ի վերջը տեսնելու գնացել է թուղթը ստորագրել է։ Եվ ահա նաև դրա համար է, որ ես ու Կարպիսը ստեղ ենք, ընդեղ չենք, որտեղ համաձայն չենք։ Եվ մենք ձեզ վստահեցնում ենք, որ մենք դա կարող ենք բանակցություններով հասնել դրան։ Դա անհնար չի։ Ուղղակի պետքա այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, փոխվեն։ Եվ այդ մարդկանց մենք փոխելու ենք։ Այս խոսակցությունը դրա մասին է։ Չարության մասին չի, չարիքի մասին չի, պատերազմի մասին չի, բանական process-ի մասին է։ Մի բան ասեմ, հա։ Ձեզ գանդաթար գալի ասում են, որ բանա, ամեն ինչ նորմալ արած է, սաղ լավ է, բայց որ մեկը եկավ, բան ուրիշ մարդ եկավ, վատ կլինի։ Ես ձեզ ասեմ, վարչապետը մի հատ վերջերս լայվ է արել։ Ասում է մարդիկ կան ուզում են պայմանագիրը վերաբանակցեն։ Ինքը ինչ որ մարդկանց այդ բանանում դիմում բան մեր անունը չի տվել այդտեղ, լավ սենց ասեմ։ Ով որ ասելա չգիտեմ, ինքը հասկանում է ինչն է ուզում վերաբանակցի, ինչ իր խնդիրն է, թող իրանք խոսան։ Բայց այդ խոսքի մեջ ասում է 3 տարբերակ կա։ Մի տարբերակով կարող է լավ լինի, ինքը ասում է։ Մյուս 2 տարբերակով կարող է վատ լինի։ Այն բովանդակությունը, որ մենք բանակցել ենք, ինքն է ասում։ Հիմա ուզում եմ ձեզ իրազեկել, որ Ժորժ ջան, անձամբ ինքն էլ ընդունում, որ տարբերակ կա, որ կարա լավ լինի։ Եվ ես գիտեմ, որ տարբերակ կարա լավ լինի, որովհետև ես էլ ներսից գիտեմ, որ կարա լավ լինի։ Հիմա մենք ուզում ենք, որ լավ լինի։ Մենք ուզում ենք, որ գոնե այս եղած Հայաստանը ճանաչվի։ Մենք ավել բան ենք ասում, ասում ենք ուզում ենք գնանք մտնենք եսի մուր։ Ասում ենք այս եղած Հայաստանը չեն ճանաչել։ Ավելին քիչ չեն ճանաչել, պահանջներ ունեն այս եղած Հայաստանի ներսից։ Այդ քարտեզը, որ դոշներին խփած ման են գալիս, չեն լուծել այդ քարտեզի հարցը։ Առանց այդ քարտեզի ճանաչման գնաց է թուղթ են ստորագրել։ Հետեւաբար դոշին խփելուց առաջ մի հատ այդ հարցը պետք է լուծեի։
Ես որ հատուկ հանձնարարությունով դեսպան էի, ձեր մոտ որոշակի գաղտնիքներ են բացում։ Ունեի մի հատ A4-ի վրա փաստաթուղթ։ Հիմա էլ ունեմ համակարգչից մեջա, որի վերնագիրն էր checklist, այսինքն ստուգող փաստաթուղթ խաղաղության պայմանագրի ստորագրելու համար։ Այսինքն ինչ կետեր կան, որի բավարարման պայմաններում կարանք ստորագրել։ Եվ դրա մեջ հստակ գրված է պետքա լինի քարտեզ, կցված, համաձայնեցված տեքստին։ Եվ դա նաև ինչ որ պահի եղել է մեր պետական դիրքորոշումը։ Հետո այս մարդիկ իմ հրաժարականից մի տարուկես հետո, իմ հրաժարական տալուց մի տարուկես հետո, այս մարդիկ գնացել են տենց են արել։ Հիմա մենք ասում ենք ձև կա փոխելու, ուզում ենք փոխենք։ Երկխոսելով բնականաբար։ Մենք երկխոսությանը դեմ չենք։ Մեր հայտարարություններից մի վախեցեք։ Վախենալու բան չկա։ Իզուր չենք գնացել հասել Հարվարդ սովորել ոնց է պետք բանակցել, ինչա պետք բանակցել, ինչի մասին է պետք բանակցել։ Բայց այդ հանձնվելու քաղաքականությունը, որ անդադար մեր մեջ են մտցնում։ Ինչ է արվում, մեզ դեմոտիվացնում է։ Մեր իշխանությունները մեր ժողովրդին դեմոտիվացնում են անդադար։ Աղքատությունը ձեր գլխի մեջ է, դուք չեք աշխատում, երկար եք քնում, չեք ուզում, չեք սիրում, փախել եք կռվի վաղ, դասալիք եք, չգիտեմ, չեմ ուզում կրկնեմ։ Եվ մեր դեմ Ադրբեջանի ժողովրդին մոտիվացնում են։ Այսինքն դե իշխանությունը իր ժողովրդին մոտիվացնում է, մերը դեմոտիվացնում է։ Դե տես չի լինում։ Այդ ձևով չի լինելու։ Եվ մենք խաղաղություն բառը չենք օգտագործում մեր բառամթերքում, քարոզչական։ Նաև նպատակային, որտեղ մենք խոսում ենք անվտանգային համակարգի մասին։ Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների, հակակշիռների մասին։ Մենք խաղաղություն բառը ինքը ինչ է, ինքը անվտանգային համակարգի հետևանք է։ Չկա համակարգը, չկա հետևանքը։ Էսա։ Ինձ թվում է մի հատ փոքրիկ ճշգրտում է պետք մտցնել, քանի որ դահլիճում հավաքվածներից շատերը միգուցե նոր են քաղաքական իրողություններում հայտնվել, կարող է չիմանան կամ չհիշեն, որ մենք միշտ կողմ ենք եղել քաղաքականությանը, ու այդքան էլ ռազմաշունչ եւ ռազմատենչ մարդիկ չենք։ 2019-2020 թվականներին երևի ամբողջ քաղաքական համակարգը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր հողերը հանձնելու մեջ։ Իսկ օրինակ ես եւ էլի շատ մարդիկ մեղադրում ենք, որ ինչի է տապալում բանակցային գործընթացը եւ ինչի չի գնում փողզիջումային լուծումների։ Եվ ըստ էության դա է եղել ամենամեծ սխալը, ամենաֆունդամենտալ սխալը։ Դրանից հետո եկող սխալները ուղղակի հետևանքն են ամենամեծ սխալի, որն է այդ սխալը, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը որոշում է տապալել խաղաղ բանակցությունների տրամաբանությունը, իրեն գժի տեղ դնել, իր խոսքերն է, ձայնագրությունը կարող եք լսել, ես չեմ պիտակավորում, եւ հանգեցնել պատերազմի կամ տալ պատերազմի առիթ, դա է ամենամեծ սխալը։ Այսինքն մենք խաղաղության թշնամիներ չենք, բայց մենք խաղաղություն եզրույթը չենք շփոթում մոլերանտ պացիֆիզմի հետ, դա մեզ համար նույնը չի։ Մենք խաղաղություն ասելով, ինչպես պարոն Մարուքյանը ասաց, հասկանում ենք անվտանգային համակարգ մեզ պաշտպանելու եւ գոյություն ունենալու միջոց գործիք։ Խաղաղությունը մեր համար, ինչպես ժողովրդավարության պարագայում ասացիք, կարողն չի։ Հիմա շատ նորաձև է, չէ՞, ասած ինչ-որ ռոմանտիկ խորհրդավոր ձայնով ասում են. մենք պետք է խոսենք թուրքերի հետ, չգիտեմ, ձեր այդ հանդիպումների ժամանակ էլ կարող ասեն, բայց ինչի մասին խոսենք։ Պետք է նյութ լինի, այսինքն մենակ այդպես խոսելով, այդ ռոպագանդիստական ձևակերպումները, որ առևտուր անենք, ամեն ինչ լավ կլինի, չէ, այդպես ձևակերպումներով պաթոսային ռոմանտիկ հնարավոր չի միջպետական հարաբերություններում հասնել լուրջ կարգավորումների, որտեղ միջպետական հարաբերությունները շատ ավելի լուրջ են ու ցավոք սրտի մեր հարևանները այդ ամեն ինչին շատ ավելի լուրջ են վերաբերվում, քան մենք։ Մենք էլի ինչ-որ բառադիության շրջափուլի մեջ ենք։ Մենք խաղաղության թշնամիներ չենք եւ երբեք չենք եղել, բայց մենք խաղաղություն ասելով չենք կարող հասկանալ հանձնել մեր երկիրը կամ հանձնվել եւ ոչինչ չանել միջազգային հարաբերությունների սուբյեկտ չլինել։ Կողմ լինել խաղաղությանը նշանակում է նաեւ պատրաստ լինել պաշտպանել երկիրը եւ պետք է պաշտպանենք երկիրը։
Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ փոխանցել Էմանուել Մնացականյանին։ Շնորհակալություն, Էմանուել Մնացականյան, Երևանի Պետական Համալսարան։ Ես երկու հարց ունեմ, առաջինը հարցս ընթացքում ծագեց, առաջին հարցս վերաբերում է ձեր կոմպրոմիսային վարչապետի տեխնացուին, ուզում եմ հասկանալ, քանի որ դուք ասում եք ոչ նախկին լինի, ոչ ներկա, ոչ մեկի կողմից աջակցող կա ընդհանրապես մեր քաղաքական դաշտում ինչ որ մեկը այդպեսին թե չէ, իսկ երկրորդ հարցս կոնկրետ ուղղված է պարոն Փաշոյանին, որովհետև դուք վերջերս նշել եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում, եթե նրանք նորից ընտրվեն, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ գոնե այն ձևը, որ մենք արդեն ճանաչում ենք, կուզեի իմանալ դուք ինչ փոփոխություններ ու կորուստներ եք տեսնում այդ տեսանկյունից, եթե Փաշինյանի իշխանությունը նորից վերարտադրվի։ Շնորհակալություն։ Դուք սկսեք, ես կավարտեմ։ Տեսեք, կոմպրոմիսային վարչապետի տեխնացուի մասին գաղափարը դա եվրոպական մոդելի պետություն ունենալու գաղափարի հետ է։ Եվ օրինակ ինձ համար այս պահին ես չեմ կարողանում այդ մարդուն նյութականացնեմ, որովհետև պետքա վերջնական լինի ովքեր են անցել խորհրդարան, այդ ուժերը պետքա նստեն սեմ բանակցել ու յուրաքանչյուրը առաջարկի կոմպրոմիսային տեխնացուի, որը չի առաջնորդում ուժերից որևէ մեկը, չէ՞, որովհետև ձեր թվարկած ուժերի մեջ կամ նախկիններ են, կամ Փաշինյանն է, ոնց որ թվարկվեց, այդ էր թվարկումը։ Եվ այդ իմաստով մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ կարելի է նստել, գտնել դա, եւ այդ հարցը պետք չի դարձնել բան է, էլի, այտենց հայոց հարցը, որ այս պետականության շահունակությունը կախված է այդ հարցից։ Մենք բացարձակապես այդ տրամաբանության մեջ չենք եւ կարծում ենք, որ չի կարելի բան անել, պետությունը կապել անձի հետ։ Մենակ նաեւ տեսել ենք քաղաքական պաստառ, որ եթե չկա անձը, չկա պետությունը, կա նման պաստառ։ Եթե չեք տեսել, իշխանության պաստառներից է, ինչ որ տեղ տեղադրված էր։ Դրա համար այդ հարցով, այսինքն մտածենք մի բանի մասին այս պահին, որը չկա, օրինակ ձեզ անկեղծ ասեմ, հենց հիմա ես խորը կասկածներ ունեմ, որ բացի քաղաքացիական պայմանագրից, այլ որ ուժերն են լինելու պարլամենտում։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Այսինքն գիտեմ, որ ԿՊ-ն լինելու է, գիտեմ, որ մենք լինելու ենք։ Մնացածներին չգիտեմ։ Բացատրեմ։ Դեպք կա, որ բարերը բարձր է, դեպք կա, որ պարզ չի, ինչ կլինի։ Հետևաբար, այսինքն մենք քննարկելու ենք հիմա մեր ժողովրդի սիրած, մեր ավանդական հեքիաթներից մեկը, Կիկոսի մահը, երբ որ աղջկան ուղարկում են ջուր բերելու, գնում է հասնում ջրի տեղը, իր ֆունկցիան լինում է ջուր բերելը, իր ֆունկցիան թողում է ջուր բերելու, սկսում է մտածել, որ ինքը ամուսնանա, ունենա որդի, անունը դնի Կիկոս, գդակը Պոպոզ, ուղարկի ջրի, գնա վերընկնի, զոհվի ու սկսում է լացել։ Հետո այն մյուս քուրն է գալի, հետո այն մյուս քուրն է գալի, հետո հերն է գալի, ասում է դե արդեն զոհվել է, ինչ անենք։ Գնանք տուն մի հատ առողջ եզը ունենք, մորթենք քելեխը տանք Կիկոսի։ Եվ այդ քննարկման արդյունքում այդ ընտանիքը վերացնում է իր տնտեսական միակ գործիքը, առողջ եզը մորթում են, որ քելեխը տան։ Մենք անդադար այս ձևի քննարկումներով շեղվելու ենք հիմնական օրակարգից։ Հիմնական օրակարգը ո՞րն է։ Հասնել նրան, որ նոր պարլամենտում չլինի մեկ ուժ, որը ունի բացարձակ իշխանություն։ Լինի բազմաուժ պարլամենտ։ Եվ լինի եվրոպական մոդելի կոմպրոմիսներով ձևավորվող իշխանություն, որտեղ մեկին չեն տանում գցում բանակցային սենյակ, ճնշում եւ դրա դիմաց ստանում ամեն ինչ, որը Հայաստանում որևէ մեկին չունի, ում հետ պետքա պարտավոր է քաղաքական պայմանավորվածություններով հանդերձ քննարկել, արդյոք կարող է գնալ նման զիջումների, թե ոչ չի կարող։ Իսկ դա կոմպրոմիսային վարչապետն է։ Մնացած մասով կարպիսը։ Սրա հետ կապված մի բան ասեմ, մենք արձանագրում ենք, որ բացառիկ անսովոր պայմաններում է գտնվում մեր պետությունը եւ դրանից ելնելով այս ընտրական գործընթացն չի կարող սովորական լինել եւ այս բացառիկ անսովոր իրականությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքերի գործադրում։ Մեկ ուժ առանձին չի կարող հաղթահարել այս ճգնաժամը։ Բայց մենք ինչ ենք տեսնում, այս իրականության տոտալ չգիտակցում եւ այդ ուժերի ներկայացուցիչները էգոիստաբար ուրախի պես ամեն ինչ ուզում են իրանց քաշեն։ Ես եմ վարչապետի տեխնացուն, դու չես, այն մեկ ասում է, չէ, ես եմ, բայց մենք ինչ ենք ասում, այդ կոմպրոմիսային տեխնացու այն դա նշանակում, որպեսզի կողմերը կարողանան հաղթահարել իրենց էգոիզմը եւ այդ
առաջնային հարցերը լուծել, օրինակ Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն, հասնել հանրային համերաշխության եւ այլն։ Մի ուժ չի կարող առանձին այս մարտահրավերներին դիմագրավել։ Անպայման պետք է համատեղ ջանք գործադրվի եւ հանրային բոլոր խավերի, դասակարգերի, ջանքերի գործադրումն էլ անհրաժեշտ։ Կանք Հայաստանի գոյություն չունենալու մասին պնդմանը։ Գիտեք, Հայաստանը միշտ գոյություն ունենալու է, իմ կարծիքով։ Երբ որ ես հիմնախնդիրը տանում եմ այդ տիրույթ, նկատի չունեմ, որ ինչ-որ մի օր արտանալու ենք պայթյունից ու վերջ, Հայաստանը էլ գոյություն չունի։ Բայց մեզ հետաքրքիր է, թե ինչ տեսքով եւ ինչ բովանդակությամբ գոյություն ունի։ Որովհետեւ պետությունը ինքնանպատակ չի, չէ՞։ Ինչ-որ մեծ գաղափարներ, ինչ-որ մեծ ծրագրեր, ինչ-որ նշանավոր տեքստեր մարդկային բազմությանը բզում են, հուշում են, նրան դարձնում են քաղաքական ազգ, իսկ քաղաքական ազգը անհրաժեշտություն է ունենում ստեղծելու պետություն։ Հիմա որոնք են մեր պարագայում այն շարժիչ ուժերը, որ մեզ դարձնում են քաղաքական ազգ, անորոշ եւ անդեմ հային դարձնում են քաղաքական հայ, որը անպայման պետք է ունենա պետություն։ Այդ արժեքները մենք թվարկում ենք եւ հասկանում ենք, որ հիմա Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունները մարտահրավեր են նետել այն արժեքներին, որոնք հային դարձնում են քաղաքական հայ։ Այսինքն սպանում են Հայաստանի բովանդակությունը։ Եվ սա արդեն հասկանալի չի, թե ինչ պետություն է դառնալու, ինչի մասին է լինելու այս պետությունը։ Ինչ պետություն է սա լինելու, որտեղ, չգիտեմ, ցեղասպանություն եզրույթը այլևս նորաձև չի լինելու կիրառել։ Այդ նահանջող բառը կա, չէ՞, համապատասխան, որ հաճախ մարդիկ կան, որ չեն ուզում ցեղասպանություն բառը օգտագործեն, ասում են մեծ եղառն։ Ինչ պետք է լինի այս պետության բովանդակության հետ, եթե այդտեղ Արցախյան շարժումը պատրաստվում մեր հաղթանակը, մեր ժողովրդի 20-րդ դարավերջի ռենեսանսը չի արժևորվում։ Ասում են մենք անկախ չենք եղել, Նիկոլ Փաշինյանի գալով ենք անկախացել։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, խաղաղություն չի լինի։ Ես ամեն ինչը մի քիչ շատ չի, չենք տեսնում, մենք որ պետության հիմնադրույթները հերթով ճաքեր են տալիս եւ ինչի մասն է լինելու այս պետությունը։ Ես ասեմ, եթե թող որևէ մեկը չմտածի, եթե մենք ցեղասպանություն բառը չօգտագործենք կամ դա կասկածի տակ դնենք, լինելու է բարեկեցություն, չէ՞։ Մեկը լավ չեք ապրելու։ Եվ դրանից բխող հետևանքներով այս երկրից լինելու է արտագաղթ։ Եվ սա դառնալու է ինչ-որ մի հատ փոքրիկ բնակչությամբ սպառողական զանգված, որի միակ առաքելությունը լինելու է սպասարկելը։ Իսկ սպասարկել ում։ Օրինակ թուրք դալնաբոշիկների համար կատլետ ջարի տանող կամ կոֆե դնող։ Իսկ մենք ուզում ենք, որ սա լինի գիտություն, մշակույթ, արվեստ, տեխնոլոգիաներ ստեղծող զարգացած հասարակություն։ Բայց մենք նաև կարծում ենք, որ առանց այս ազգային հիմնասյուների հնարավոր չի հասնել տեխնոլոգիական եւ գիտական առաջընթացի։ Մեկը մյուսի հետ շահկապված է։ Հայաստանը պետք է լինի ազգային պետություն, եւ այդ ազգային պետությունը պետք է ստեղծի արժեքներ։ Այդ գոյության մասին է խոսքը։ Թե չէ միշտ էլ կարող է գոյություն ունենալ ասես փուչիկներով, սալյուտներով զարդարված, բայց հարգելի բանախոսներ, քանի որ մեր ժամանակը գնալով մոտենում է, ունենք դեռ կես ժամ, բայց հարցերն էլ բավականին շատ են, խնդրեմ հնարավորինս կարճ ձևակերպել պատասխանները, որպեսզի հասցնենք։ Ես մի բան շարունակեմ։ Սրանից ելնելով մենք հանրային պայմանագրի մոդել ենք առաջարկում, հղումանելով անգլիացի խոշոր մտածող Էդմունդ Բյորքի ի հակադրություն ֆրանսիական լուսավորականների հանրային պայմանագրի մոդելի, մենք ինչ ենք ասում։ Համերաշխություն ոչ միայն այսօր ապրող մարդկանց միջև, այլ նաև համերաշխություն մահացածների եւ բոլոր նրանց հետ, որոնք դեռևս չեն ծնվել։ Սա ինչ է նշանակում, այսինքն համերաշխություն անցյալի, համերաշխություն ներկայի եւ համերաշխություն ապագայի միջև։ Այսինքն ինչ վարկագիծ կդրսևորեն այն սերունդները, որոնք ապագայում ժառանգություն են ստանալու այսպիսի ավերված Հայաստան կամ Մարիամեծան Ադրբեջան։ Կամ ինչպես ենք մենք շարունակելու մեր ապագա ընթացքը, եթե խորը կոնֆլիկտի մեջ ենք մեր անցյալի հետ։ Մի խոսքով։
Շնորհակալություն հաջորդ հարցի համար Մարիա Զարգարյան։ Սկսում ենք կարճ պատասխանները, որ շատերին դա հերթացնի։ Ես Մարիա Զարգարյանը, պարոն Մարուքյան, երկու հարց ունեմ ձեզ։ Հետ հայացք եթե նետենք ձեր քաղաքական երկար կարիերային, կխնդրեմ ասեք ձեր ամենամեծ սխալը, որ թույլ եք տվել ձեր քաղաքական կարիերում որն է եղել, եւ կխնդրեմ մեկնաբանեք 2023 թվականի նոյեմբերի 4-ին հարցազրույցներից մեկում հնչեցրած ձեր տեսակետը։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է։ Հիմա ինչպես կմեկնաբանեք ձեր այդ խոսքերը։ Շնորհակալ եմ։ Մենք շատ ենք քննարկել մեր քաղաքական սխալները։ Ես կարծում եմ, որ մենք մեծ սխալ ենք արել 21 թվականի ընտրությունների ժամանակ մեր ամբողջ քարոզչական ուղղությունը սխալ ձևակերպելու համար, ինչու որովհետև բևեռացված ժողովրդի մեջ մենք մեջտեղում փորձում էինք համերաշխություն բերել եւ քաղաքական process-ի իմաստով այն ոչ իմաստուն քայլեր եւ մենք դրա համար նաեւ տեղ չհասանք խորհրդարան։ Ինչ վերաբերում է Արցախի ինստիտուտների հետ կապված, ուրեմն Արցախից էթնիկ զտումից հետո հարցազրույցներից մեկում այն ժամանակ կար քննարկում, որ Հայաստանում պետք է լինի Արցախի վտարանդի կառավարություն։ Արցախի վտարանդի կառավարություն, այսինքն նախագահ, ազգային ժողով, դատարաններ Արցախի եւ տենց բաներ եւ իր ատրիբուտներով եւ որ ինձ հարցրել են, ես ասել եմ, որ չի կարող Հայաստանում լինել եւ այն կարող է լինել այլ վայրում, բայց ոչ Հայաստանում։ Հետագայում դրանից հետո տարբեր առիթներով շփվում էի Արցախի ղեկավարության հետ, ովքեր որ Հայաստանում էին, էլի։ Այսինքն պետնախարար, արտաքին գործերի նախարարը եւ տարբեր քննարկումներում այդ հարցը քննարկել ենք, ես նաեւ այդ քննարկումներից դուրս ասել եմ, որ այդ տեսլականը ինչպես կարող է լինել, բայց հետ գալով այն հարցին, որ այն աղջիկը կորցրեցի, որ ասում էր երկխոսությունը մեզ պետք, բանակցություններ են մեզ պետք, այդ հետ գալով այդ հարցին, որպեսզի կարողանաս դու բանակցություններ ունենալ, Հայաստանում չի կարող լինել վտարանդի կառավարություն։ Արցախի կառավարությունը պետք է լինի Արցախում։ Ես դա եմ ասել եւ հիմա էլ եմ ասում։ Հիմա էլ չի կարող լինել եւ հիմա էլ չկա եւ իշխանապողությունից հետո էլ չի լինելու, որովհետեւ որևէ քաղաքական ուժ, որը որ կգա իշխանության կամ որ հենց հիմա քարոզարշավ անում, գնացեք հարցրեք ամենածայրահեղ ուժերին, հա, այդ հարցով գտեք ամենածայրահեղը, եթե կգտնեք մեզանից ծայրահեղ, ու հարցրեք, տեսեք ինչ կասեն ձեզ։ Որտեղ մենք քաղաքական գործիչներ ենք, մենք նաև գիտենք, որ եթե մենք հավակնում ենք իշխանության, մենք գիտենք, որ նաև մենք ապագա բանակցողներ ենք։ Եվ ինչ որ ասում ենք, մտածած բաներ ենք ասում, բաներ չենք ասում, որը որ բանի մասին է, էլի, տենց զուռնադհոլով ինչ որ բաների մասին ցանկությունների։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Տիգրան Մեսրոպյան։ Բարև ձեզ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորությունը ընձեռելու համար։ Ֆրանսիական քոլեջի ուսանող Տիգրան Մեսրոպյան։ Պարոն Մարուքյան, պարոն Փաշոյան, վերջին հարցումների տվյալներով ձեր կուսակցությունը 5%-ից ցածր վարկանիշ ունի, ուզում եմ հասկանամ եւ ձեր ոնց այսպես ասած ներդրումները, ռեսուրսները որքանով են արդյունավետ, ինչ արդյունք ոնց որ ձեր կբերեք, այսինքն ուզում ենք հասկանանք մի րոպե կներեք, հա, ինչքան է գնահատում ձեր շանսերը կայանալիք ընտրություններում, շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն մենք վարել ենք հետևյալ քաղաքականությունը, ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ մեր հայտարարությունը արել ենք քարոզարշավի մեկնարկից երևի թե 2 շաբաթ առաջ։ Բոլոր հարցումներում, որտեղ որ մենք կանք, այդ հարցումները ուղղակի նրա մասին է, որ ինչ որ մեկը նաև մեր անունը տվել է։ Այսինքն բաց հարցում է, ինչ որ մեկը մեր անունը տալիս է, բայց ոչ ոք չի գիտի, որ մենք դիրքավորված ենք եւ ընտրություններին մասնակցում ենք։ Հետեւաբար
եթե մեկնարկային տվյալը այնքան է, ինչքան որ այդ հարցումներում ասել են, օրինակ, այդ տվյալից եմ ելնում, էլի, համարեք ուրեմն մենք հիմա արդեն պարլամենտում ենք։ Որտեղ եթե մենք չենք հայտարարել, որ ընտրություններին մասնակցում ենք, այդքան է, հայտարարելուց հետո հաստատ այլ է։ Սկսեմ այդտեղից, որովհետև շատ արձագանքներ կար, որ մի արեք նաև, մի փորձեք որևէ դաշինքային ֆորմատ։ Ինչու՞։ Կար մեծ process, որ պետք է լինի օրինակ մեկ բևեռ ընդդիմադիր, չէ՞, մի տարբերակը դա էր։ Մյուս տարբերակը նա էր, որ եթե չի լինում մեկ ընդդիմադիր մեծ բևեռ, դե թող գոնե մի քանի ուժ իրար միանան, եւ մենք ունեինք արձագանքներ, որ պետք չի, որ մենք մի քանի ուժերով միանանք, ինչու, որովհետեւ եթե հանուն մեծ process-ի մեծ բևեռը չի լինում, մեր քաղաքական ինքնությունը պետք չի դրա մեջ տարալուծել, կորցնել։ Եվ պետք է մեր քաղաքական բովանդակությունը process-ի մեջ ներդնել ընտրապայքարով, որը մենք արեցինք։ Հետեւաբար մեր շանսերը խորհրդանում լինելու բացարձակապես կասկածի տակ չենք կարող դնել, բայց նաև adekvat ենք, հասկանում ենք, որ մենք իշխանություն, միայնակ իշխանություն չենք ձևավորելու։ Դա համար որ մեկ լինում է, չէ, հարցեր են տալիս, ով է ձեր պաշտպանության նախարարի տեխնացում բան, մեկ այդ մարդը սկսում է լուրջ խոսալ դրա մասին, այդ իմաստով պետք է նաև բացարձակապես լինել անկեղծ ժողովրդի հետ, մարդկանց հետ, իշխանությունը ապագա ձևավորվող կարող է լինել բազմաուժ։ Հետեւաբար բազմաուժ իշխանությունը չի կարող այս պահին որևէ իշխանության մեկ կուսակցություն ասել, որ ինքը գտնում է, որ իր կաբինետը այս մարդիկ են։ Չի կարող լինի։ Դա նշանակում է բացառել մյուսների հետ համագործակցությունը, բացառել ապագայում որևէ կոմպրոմիսային տեխնացուի շուրջ հանդես գալը։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Ալինա Զուրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Ալինա Զուրաբյանն եմ Վանաձորի պետական համալսարանից։ Հարցս հետևյալն է, ներկայումս քաղաքական ուժերի հետ կապված, հատկապես իշխանությունների գործողությունների հետ կապված ընդդիմադիր ուժերը բոյկոտում են, այսպես ասած, իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ամենօրյա գրաֆիկով իշխանությունը մեդիայի կենտրոնում է։ Դուք որպես ընդդիմադիր ուժ ինչ հնարավորություններ եւ ինչ առաջարկներ ունեք ժողովրդին, որ այս պահին ունի այլ ընտրանք, որ ոչ ներկայիս իշխանությունների դեպքում, ոչ էլ նախկին իշխանությունների պարագայում եւ այդ այլընտրանքի հետ կապված արդյոք ներկայումս քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված դուք ունեք ձեր կարծիքը եւ փոխվելու է արդյոք սահմանադրությունը ձեր իշխանության օրոք թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ, հուսով եմ գիտեք, եւ ուզում եմ ասել, որ այն սահմանադրությունը, որ ընդունվել է 15 թվականին, մենք դրա դեմ պայքարել ենք։ Այդ պայքարի մեջ եղել է նաև այսօրվա իշխանությունը։ Հետո այսօրվա իշխանությունը եկել է իշխանության ու 8 տարի խաբել է մարդկանց չի փոխել այդ սահմանադրությունը։ Հիմա նորից շարունակում է ասել, որ այդ սահմանադրությունը պետքա փոխենք, բայց արդեն այդ խոստումը էրոզիայի է ենթարկվել իմ կարծիքով եւ այն վերահացվել Ալիևի պահանջով սահմանադրություն փոխելուն։ Մենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու ենք եւ հակակշիռների եւ փոխզսպումների ամբողջ համակարգը վերանայելու ենք։ Հայաստանում չի լինելու այնպիսի խորհրդարանական կառավարում, որտեղ խորհրդարանական ուժերը չունեն լիազորություններ։ Չկան հակակշիռներ, չկան փոխզսպումների մեխանիզմներ։ Միայն պետական մարմինների միջև այս պահին գործում է մի համակարգ, որը սահմանադրական չէ, դա քծնանքի համակարգն է։ Եթե ուզում եք տեսնել այդ համակարգի ամենացածուն օրինակը, դիտեք 2 օր առաջ նախագահի եւ վարչապետի հանդիպումը։ Թե ոնց է նախագահը խոսում վարչապետի հետ, ինչի մասին։ Մի հատ դա դիտեք կտեսնեք։ Եվ այս իմաստով ես ամաչում եմ, որ մենք ունենք նման մարդիկ եւ նման ինստիտուտներ։ Ինստիտուտներն ուժեղացնում են մարդիկ, հիշեք։ Եվ ստեղծում են։ Հետեւաբար, այդ ինստիտուտների վրա պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք որ իրապես ուժ են տալիս եւ ոչ թե դարձնում են այդ ինստիտուտը ավելի նսեմ, քան որ կար։ Այո, մենք սահմանադրությունը փոխելու ենք,
բայց համանadrության նախաբանից չենք հանելու անկախության հռչակագրին տրված հղումը։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանի պահանջը իրավազուրկ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, եւ Հայաստանի Հանրապետության համանadrությունը կարող է մեկնաբանել միայն մեկ մարմին։ Այդ մարմինը Հայաստանի Հանրապետության համանadrական դատարանն է։ Համանadrական դատարանը ունի որոշում, որտեղ մեկնաբանել է համանadrության տեքստը եւ ասել է, որ այդ տեքստում չկա ոչ մի տարածքային պահանջ եւ այլ նկրտումներ հարևան որևէ պետության վրա։ Հետևաբար մեր համանadrությունը այո փոխվելու է, բայց փոխվելու է այն ավելի լավը, ավելի մեր ժողովրդին պետական կառավարման համակարգը ավելի ժողովրդին մոտեցնելու համատեքստում։ Եվ ոչ թե Ալիևի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Լևոն Արսենյան։ Շնորհակալություն, ես Լևոն Արսենյանն եմ, Երևանի Պետական Համալսարանի ուսանող։ Երկու հարց ունեմ, մեկը կուղեմ ձեզ պարոն Մարուկյան, մյուսը պարոն Փաշոյանին։ Պարոն Փաշոյան, հաշվի առնելով ձեր մասնագիտական հետաքրքրվածության շրջանակը, կուզեի հասկանալ, տեսեք, ձեր քաղաքական թիմի նկատմամբ հնչող հիմնական քննադատություններից մեկը այն է, որ դուք ռուսամետ եք։ Շատ հաճախ ասում են, որ դուք ներկայացնում եք ասելով, որ պետք չէ դրսից տղա բերել եւ պետք է տարածաշրջանի երկրների հետ հարևան երկրների ներառյալ Ռուսաստանի Դաշնության որպես տարածաշրջանում ազդեցության որոշակի լծակներ ունեցող պետություն համագործակցության եզրեր փնտրել։ Հիմա որոշակի կարճ պատմական էքսկուրս կատարելով ինչի եք այդպես մտածում եւ պատմական դառը կամ քաղցր փորձն է արդյոք պատճառ դարձել որպեսզի այդ եզրահանգմանը հանգեք։ Երկրորդ հարցը ձեզ պարոն Մարուկյան, դուք ձեր բազմաթիվ հանդիպումների, քննարկումների շրջանակներում, ինչպես նաև պլատֆորմ ոդքասթի շրջանակներում նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պատուհաս է եւ չպետք է ընտրվի։ Բառացի ցիտում եմ, ասել եք 26 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի անունը չպետք է լինի Նիկոլ Փաշինյան։ Իրականում, տեսեք, դուք Նիկոլ Փաշինյանի հետ 2000-ականների վերջերից, եթե չեմ սխալվում, համագործակցել եք տարբեր առիթներով եւ 2016 թվականին երբ դաշինքն եք ստեղծել միասին։ Հիմա, եթե դուք այս պահին այդ տեսակետին եք հանգել, բայց 18 թվականին պաշտպանել եք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես համաժողովրդական վարչապետի թեկնածուի, ինձ թվում է նաև շատերին հետաքրքրում է, ինչու եք սխալ ուղղորդել ժողովրդին, ինչու եք այն ժամանակ պաշտպանել համարելով, որ նա համաժողովրդական թեկնածու եւ կարող է, իսկ հիմա ասում եք, որ նա վատ ղեկավար է եւ պետք է ամեն գնով հեռացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բնականաբար ձեզանից առաջ այստեղ հարց կար, որ ինչու մենք չենք գնացել Քայլարշավին։ Ինչու մենք չենք գնացել Քայլարշավին։ Այդ հարցը շատ խորը հարց է։ Հետագայում եղել է համաժողովրդական կոնսենսուս, որ որ հեղափոխությունը առաջնորդել է, նա էլ պետք է լինի վարչապետը։ Եվ այո, դա ճիշտ է եղել, այդպես էլ եղել է։ Բայց դա կապ չունի 26 թվականի մեր կարծիքի հետ։ Հասկանում եք, 18 թվականի բան եք ասում ինձ։ 26 թվականի մեր կարծիքի վերաբերյալ 18-ից 26 թվականը ինչեր է մեզ հետ կատարվել։ Ավելին ձեզ ասեմ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է։ Եվ ժողովուրդը նաև 21 թվականին է որոշել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մեզ առաջնորդի։ Եվ մենք 21 թվականին էլ ենք ասել համաձայնվել, դեռ ժողովուրդն է որոշել։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը։ Եվ հիմա մենք խոսում ենք ժողովրդի հետ, ասում ենք ժողովուրդ ջան, մարդը 2 ժամկետ հնարավորություն է ստացել։ Մենք դեմ ենք 3-րդ ժամկետին։ Չենք ուզում, որ այդ մարդը 3-րդ ժամկետով էլ լինի։ 3 չառաջ օրը Մաքսիմ Գալկին եկել էր այստեղ համերգ էր անում։ Եվ նայել եք իմ կարճ խոսքը։ Հիմա Գալկին եկել է, ասում է ինքը լավ է, եղբայր։ Եթե Պուտինը ձեր համար վատ է այնտեղ, խես եք եմ ես ասում, որ ինքս դեմ ես համար լավ է։ Այսինքն մեր մոտեցումները գաղափարական են։ Մենք գաղափարական տարաձայնություններ ունենք։ Մեր բանը անձնական, չգիտեմ, միջանձնային, բանտես բաներ չկան, գաղափարական է։ Այն ժամանակ էլ է եղել գաղափարական, հիմա էլ է գաղափարական, եւ ես մեծ հույս եմ կապում նաեւ ձեր հետ, որ դուք էլ լինելու եք փոփոխությունների շարժիչ ուժը, եւ մենք հունիսի 8-ին ունենալու ենք ուրիշ պարլամենտ։ Ուրիշ պարլամենտը ուրիշ իշխանություն է ձևավորելու։
Էս է մեր հույսը, մենք ժողովրդի հետ ենք խոսում այս մասով։ Մենք ձեր հետ ենք խոսում։ Որտեղ մենք Փաշինյանի հետ հիմա խոսակցություն չունենք։ Ինչու որտեղ ինքը գիտի մեր մոտեցումները։ Մենք գիտենք իր մոտեցումները։ Էս է իրավիճակը։ Ես միշտ կատակով ասում եմ, որ ես ռուսամետ չեմ։ Ուղղակի հակառուսներից եմ զզվում։ Բայց ինձ թվում է, այս բոլորը կեղծ օրակարգեր են։ Ռուսամետ, հակառուս, արևմտամետ, հակաարևմտյան։ Իսկապես դա շատ կեղծ օրակարգ է եւ ես չի ուզենա մտնել դրա մեջ ու ինչ որ արդարացումներ փնտրել։ Ես ընդհանրապես ինչ եմ ասում, որ մենք ուզենք թե չուզենք, ապրում ենք այս տարածաշրջանում, ցավոք սրտի չենք կարող Բելգիայի հետ աշխարհագրություններով փոխվել։ Իրանք գան մեր տեղը, մենք գնանք իրանց տեղը։ Չի լինի։ Մեր երկիրը այստեղ է, իսկ Ռուսաստանը այստեղի տարածաշրջանային անբաժանելի խաղացողներից մեկն է եւ ուզած չուզած իր հետ պետքա առնչվենք, ուզած թե չուզած նրա հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենանք, որովհետեւ եկեք խոստովանենք, որ եթե հավատանք հակառուս պրոպագանդիստներին, որ Պուտինին ասում են մարդասպան, Ռուսաստանը ռազմատենչ պետություն, եկեք խոստովանենք, որ այդ մարդասպան եւ ռազմատենչ պետության հետ պետք չի վատ հարաբերություններ ունենալ, ճիշտ կլինի լավ հարաբերություններ ունենալ եւ չեզոքացնել վտանգը։ Ընդհանրապես սրա մասին եմ խոսում եւ շեշտադրում եմ այն փաստը, որ մեր երկիրը, մեր փխրուն, փոքր, սակավ ռեսուրսներով ինքնաբավության խնդիր ունեցող երկիրը չպետք է երբևէ գործիք դառնա մեկ աշխարհաքաղաքական բևեռի ձեռքում ընդդեմ մեկ այլ բևեռի եւ ծառայեցվի եւ հետո զոհաբերվի։ Այսինքն հիմա մենք այդ տրամադրությունները եւ այդ գործընթացները տեսնում ենք։ Եվ նաեւ ինչ եմ ես ասում, որ առանձնաժեշտ է առնչվել ինքներս մեզ հետ, ինքնահայեցողությամբ զբաղվել եւ հասկանալ թե մենք որտեղ ենք սխալվել, որովհետեւ անդադ փորձում ենք խնդիրները մեզնից հեռացնել։ Մեծ Բրիտանիան է մեղավոր, Ֆրանսիան է մեղավոր, Ռուսաստանն է մեղավոր, բոլորը մեզ գցել են, անգլիական նավերը մեր լեռնաշխարհ, Տավրոսյան լեռներ չեն բարձրացրել, ռուսները հանձնել են Կարսը, ինչ ասես մոգոնում ենք, ինչ որ կոնֆորմիզմի մեջ ենք, ներքաշվում, որ հանգիստ մենք ապրենք, մենք մեղ չունենք, մենք սուրբ ենք, մեր քաղաքական միտքը ամենահանճարեղն է, բայց մեր շրջապատող աշխարհում բոլորը բոբոներ են։ Բայց այդպես չի, չէ՞, մենք էլ ունենք սխալներ, եւ այդ սխալները պետք է հասկանանք, մենք որտեղ ենք վրիպել։ Օրինակ ինչ ենք մենք մեր միջնադարյան ամենանշանավոր Բերթա քաղաքը կորցրել, Կարս քաղաքը, եւ հիմա 100 տարի ապրել ենք այդ միֆով, ռուսները հանձնեցին։ Լավ, հա, հասկացանք, բայց դու ինչ ես արել, որ ռուսները դա հանձնել են։ Դու կռվել ես այդ քաղաքի համար։ Պաշտպանվող քաղաքին ով կարող է հանձնել։ Ես ռուսներին չեմ սիրում, սովետը չեմ սիրում, բայց իմ սիրել կամ չսիրելը պետքա դնել մի կողմ եւ մտածել ես երկրի անվտանգության մասին եւ հասկանալ մեր սխալները։ Թե ինչը մենք այն չարեցինք, որ մեր պատմական հայրենիքը հազարամյա Արցախը հայաթափվեց։ Հեշտ է նստել Կասկադում լատե խմել ու ռուսները, ռուս խաղապանները չկատարեցին իրենց պարտականությունները։ Պուտինը մեզ գցեց, մարդասպան Պուտինը, բայց մենք ինչը այն չենք արել, կարող մենք էլ ենք մի հատ սխալ գործել։ Հիմա այս պրոպագանդիստական իրականությունում թույլ չեն թողնում, որ մենք ինքնահայեցողությամբ զբաղվենք ու հասկանանք մեր սխալները, ինչպես որ 100 տարի մեզ կերակրել են այդ միֆերով։ Ու մենք չենք կարողացել հասկանալ հայ-թուրքական պատերազմում մեր պարտության պատճառները, մեզ թույլ չեն տվել, որ հասկանանք։ Հիմա էլ թույլ չեն տալի, որ հասկանանք 44 օրյա պատերազմում պարտության պատճառները։ Սրա մասին է խոսքը, թե չէ ես հիացած չեմ ռուսներով, հիացած չեմ Պուտինով եւ այլն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Էրիկ Չոբանյան։ Պարոն Մարուքյան, դուք մի քիչ առաջ նշեցիք, որ Հայաստանի Հանրապետության կրծքանշանը պետք չի կրել, քանի որ դա միջազգայինորեն ճանաչված չի, բայց ես կուզենամ Միանգամից ընդհատում եմ, նման բան չեմ ասել։
Նոր ասացիք, որ Կարակ հետ պատտեք, նայեք նման բան չեմ ասել։ Ասեմ, ես կրկնեմ ինչ ասեցի։ ասեք Ես ասեցի Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթով այդ քարտեզը, որը որ իրանք կպցրած ման են գալի, չկա դրված տակը։ այսինքն գրված Այսինքն Ադրբեջանը ոչ մի քարտեզով Հայաստանը չի ճանաչել։ Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն ճանաչված է իր 29743 կիլոմետր քառակուսիով, եթե չսխալվեցի, ու դա ճանաչված է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից։ Արցախի հարցով որ դուք ասեցիք, մեզ ժողովրդի կարծիքով ամբողջ աշխարհը 30 տարի եւ ավել ճանաչել է որպես ագրեսոր մինչև 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը։ 2021 թվականից հետո նորից այդ ժողովուրդը, որը ընտրել էր Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին, նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Դուք ինչ եք կարծում, ժողովուրդը որտեղ է սխալվել եւ ինչ առաջարկներ ունեք ձեր մասով, որ ժողովուրդը ընտրի ձեզ, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն ես պետք է սկսեմ նախ ձեր հարցի ձևակերպումից։ Ամբողջ աշխարհը Հայաստանին չի ճանաչել ագրեսոր, նման բան չի եղել, նման բան չկա։ Հայաստանը ագրեսոր պետություն չի եղել եւ չի։ Հայաստանին ագրեսոր պետություն կարող է ճանաչել Իլհամ Ալիևը, իր հայրը, իր կինը եւ կարող է հետո ճանաչի իր տղան։ Իրենք Ադրբեջանում ոնց է իշխանությունը փոխանցվում։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի միջազգային սանկցիա չի եղել կիրառված ձեր նշած բառամթերքի պատճառով, որը գոյություն չի ունեցել։ Հայաստանում, քանի որ մարդիկ գնացել ամեն ինչ միակողմանի զիջում են, փորձում են դա արդարացնել այդ ագրեսոր, չգիտեմ ինչ եւ այլն։ Դուք Ալմատի հռչակագրին եք հողմանում, ես ես կխնդրեմ որպես երիտասարդ մարդ վերցնել Ալմատի հռչակագիրը, կարդալ ու այնտեղ գտնել Հայաստանի քառակուսի կիլոմետրը, եթե գտնեք ինչի վրա ուզում եք ձեր հետ կարող եմ գրազ գալ, դուք հաղթել եք այդ գրազը։ Եվ մյուս բանը։ Օրինակ դուք ինչի մասնագետ եք։ Քաղաքագետ եք։ Շատ լավ է։ Տեսեք, օրինակ մենք մեզանում կա նման բան, որ մենք մի որևէ ոլորտի մասնագետի փորձում ենք բան անել, մարտարավեր նետել, հա, եւ փորձել նրա գիտելիքները, հայկական բնավորությունը։ Ես որ Վարշավայում մարդու իրավունքների դպրոց էի սովորում, կար Մարեկ Նովիցկի, Սոլիդարնոս շարժման առաջնորդներից էր։ Հիմա մահացել է, չկա։ Եվ Մարեկ Նովիցկին ասում էր ամենաշատը սիրում եմ հայ ուսանողներին։ Ասում ենք ինչու, ասում են որովհետեւ իրանք միշտ հարցեր են տալիս նենց թեմաների վերաբերյալ, որի պատասխանը իրանք գիտեն, ուզում են ստուգեն տենան, լայս ճիշտ գիտեմ թե չէ։ Հիմա ուզում եմ ձեզ ասել, ես ասում եմ, հիմա էլ եմ պնդում, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքը կոնկրետ քարտեզով եւ քառակուսի կիլոմետրով չի ճանաչել։ Դուք նշեցիք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր է, ճիշտ է։ Դուք ասեցիք։ Այդ հայտարարությունից ամիսներ առաջ նույն վարչապետը հայտարարել է, որ 29800 է։ Ճիշտ է։ Եվ այդ թվերը մտցրել է Մակրոնի եւ Շարլ Միշելի միջև ընդունվող տարբեր հայտարարությունների մեջ։ Հետո ինքն էլ եկել է Երևանում մայլ ասել է 43 է։ Պատկերացրեք դուք Մակրոնն եք։ Որքանով լուրջ կվերաբերվեք մի երկրի ղեկավարի, որը իր երկրի տարածքի վերաբերյալ թիվը ամիսների ընթացքում փոխում է ձեր այդ բանակցելուց։ Դրա համար ձեզ ուղղակի խնդրում եմ, որ մի քիչ լայնախոհություն դրսևորեք եւ թեզերը չվերցնեք մի աղբյուրից, մի քիչ շատ նայեք։ Օրինակ, այն նույն հարագիտարանը, որի մասին խոսվում է, որտեղ ինչ ասվել է հարագիտարանում կարդացի սովետական այսքան է։ Եվ ահա եկեք սովետական հարագիտարանի թվերով իրար ճանաչենք։ Այդ թեզը այդպես է ծնվել։ Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Քանի որ Ադրբեջանը չի համաձայնվել 1975 թվականի քարտեզով մեզ ճանաչել, պնդելով որ չկա քարտեզ, կա քարտեզների կտորներ, եւ չի համաձայնվել այդ քառակուսի կիլոմետրով մեզ ճանաչելու, չի ճանաչել մինչեւ այսօր, ես էլ առաջարկել եմ նույն հարագիտարանից օգտվել,
որտեղ Հայաստանի Հանրապետության քառակուսի կիլոմետրը 31000 է։ Ոչ թե միամիտեմ լորեցի լինելով ասելով, որ հեսա 31000-ով կճանաչեն։ Ոչ, բանակցային խորք ստանալ եւ բանակցել գոնե 29800-ը կամ թեկուզ ձեր ուզած 743-ը ֆիքսել։ Այսօր այդ 743-ը չկա, որտեղ օկուպացված է։ Եվ Ադրբեջանը չի ճանաչում, որ ինքը օկուպացրել է որևէ քառակուսի կիլոմետր։ Էս է իրավիճակը։ Ավելին ձեզ ասեմ։ Ենթադրում եմ ստեղից մարդիկ կավական, որ գնացել են Կիրանցի պատի մոտ։ Այդ պատը տենց էքսկուրսիոն նշանակություն ունի, չէ՞, տենց ցույց են տալիս։ Ամոթի պատը։ Մենք այդ պատի անունը դրենք ամոթի պատ։ Ինչու՞։ Որովհետև եղել է մի process, որը ենթադրում էր, որ ճանաչված գծից Ադրբեջանը ետա քաշելու իր զորքերը եւ Հայաստանը ետա քաշելու իր զորքերը։ Եվ այդ գիծը մենք ֆիքսելու ենք։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել։ Հայաստանը ետա քաշել իր զորքերը եւ Ադրբեջանի զորքերը մնացել են գծից առաջ Հայաստանի Հանրապետության ճանաչված տարածքում։ Հիմա այդ process-ը մեզ գլուխ գովալու տեղ տալիս է։ Անկեղծ, ամենայն անկեղծությամբ։ Դրա համար որ մասնագետը բանը ասում լսեք։ Վերջի խորհուրդը Մի նախադասություն ընդհանրապես չկա որևէ միջազգային փաստաթուղթ, արձանագրություն, գիտական աշխատություն, որտեղ Հայաստանը դիտարկված լինի որպես ագրեսոր, չկա, ոչ էլ օկուպանտ։ Դա թուրքական պրոպագանդայի հետևանք է, որևէ գիտական աշխատություն չեք կարող ցույց տալ որևէ միջազգային փաստաթուղթ։ Այդպիսի բան գոյություն չունի։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Նռանե Բալայան։ Okay. Նռանե Բալայան, Հայաստանի ամերիկյան համալսարան, քաղաքագիտություն եւ հանրային կառավարում ֆակուլտետ։ Պարոն Մարուքյան, դուք նշեցիք, որ դուք ունեք երկար քաղաքական անցյալ եւ քաղաքական ինքնություն, ու այդ քաղաքական անցյալի ընթացքում դուք ունեցել եք տարբեր դերեր, ընդդիմադիր գործունեություն եք ծավալել, եղել եք պետական համակարգում, ինչպես նաև ունեցել եք դիվանագիտական առաքելություն։ Ուզում էի հասկանամ այդ քաղաքական դերերի փոփոխության պատճառով կա ընկալում, որ ընդունվում է դա որպես անվստահ քաղաքականություն, ոնց եք վերաբերվում դուք դրան ու ձեր անձի ընկալմանը այդ անվստահության պատճառով ու փոփոխականության։ Ես վերջերս մի մարդու հետ էի խոսում, ասեց դե քեզ ինչու են մեղադրում ընդդիմադիր, դե ընդդիմադիր ուժերի ստեղծած նարատիվն է, որ պատերազմից հետո 9 ամիս անց դու համաձայնվել ես ներգրավել բանակցություններում, որպես հատուկ հանձնարարությունով դեսպան։ Դե ասում եմ, հա, ասում եմ, լսի, որ հրաժարական տվեցիր, որ փող տայր սաղին, քեզ կդարձնեին հերոս, որտեվ Փաշինյանի մոտից հրաժարական ես տվել, դու հերոս ես։ Ասում եմ, որ մի քիչ փող ծախսեիր, այդ հերոսությունը այնքան կզարգացնեին, որ այսօր դու շատ բարձր ռեյտինգ կունենայիր։ Բայց որ դու ասում ես սովորական մեր ժողովրդի ծոցից դուրս եկած կոպիտ ասած այդ ձևակերպումը ժողովրդի մեջ կա։ Վանաձորից ընտրված, Վանաձորից Երևան մեծ քաղաքացիություն եկած մարդ ես, փող չես ունեցել որ դա անես 1, չես էլ փորձել դրա դեմ պայքարել 2, ու քու դեմ ինչ ձևի նարատիվ ասես օգտագործել են։ Հիմա ես ես խորհուրդ եմ տալիս։ Իմ ամենասիրած քաղաքական գործչի բանով։ Վերցրեք Վինստոն Չերչիլի կենսագրությունը, կարդացեք, քանի անգամ տարբեր դերերում ծառայել իր պետությանը Մեծ Բրիտանիային եւ մինչեւ վերջ իր կենսագրությունը։ Ինչքան up and down բան կա։ Դա մեզանում է որ նաեւ բան արվում, տենց նպատակային պրոպագանդա է, որտեղ նայեք ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ որ ես հրաժարական տվեցի, լավ հասկացել են, չէ՞, որ եթե հրաժարական եմ տվել, համաձայն չեմ իշխանության հետ։ Եթե համաձայն չեմ, զբաղվելու եմ ընդդիմադիր գործունեությամբ։ Այսինքն այն ինչ փորձել եմ ներսում անեմ, չեմ կարողացել, փորձելու եմ դրսից անել, ճիշտ է։ Բա իրանք գիտես ինձ ինչ էին ասում են, գալիս ես մեզ հացից կտրես։ Իրանք հենց գիտեն, թե մենք եկել ենք ընդդիմություն աշխատենք, որ իրանց ընդդիմություն լինելու հացից զրկենք, չէ՞։ Մենք ուզում ենք մեր ծրագրերը իրականացնենք։ Մենք չենք ուզում ընդդիմություն աշխատենք։ Մենք ուզում ենք մեր ծրագրերը իրականացնենք։ Մենք ուզում ենք գնանք բանակցություններին եւ բանակցություններով ստանանք Հայաստանի ճանաչված տարածքը։ Մենք ուզում ենք գնանք բանակցություններին եւ ստանանք
հարաբերություններ, որը մեր նվաստացման վրա չի կառուցված, հա? Եվ դրա համար մեզ պետք է իշխանություն։ Հետեւաբար այդ մարդկանց չենք մտահոգելու, իրանք կարող լինեն ընդդիմություն, այդ պարագայում մեր իշխանության ընդդիմությունը կարող են լինել։ Դրա համար այդ դերերը շատ լավն են, շատ կարևոր են, այն ինչի ինձ մեղադրում են չեն հասկանում, որ իմ ուժեղ կողմն է, սա էլ բացատրեմ ոնց, ընդդիմադիր դաշտում չկա մի գործիչ, որը վերջին 5 տարվա բանակցային process-ից տեղյակ է։ Միակ մարդը ես եմ։ Դրա համար Կարպիսը մեր հետ անդրություններին մասնակցում։ Որտեվ գիտի մնացածը չգիտեն ինչա կատարվում, ուղղակի տենց լսած բաներ են խոսում։ Եվ հետեւաբար սա մեր ուժեղ կողմն է, երբ որ մենք ասում ենք այո երկխոսություն, այո քարտեզ, այո քառակուսի կիլոմետր, այո սահմանազատում, այո հայ-թուրքական սահմանը գիտենք ինչա պետք անել, օրենքները, այս փաթեթը, այն փաթեթը, մենք գիտենք ինչից ենք խոսում։ Իսկ մեր ժողովուրդը ուզում է նորմալ, հանդարտ, հանգիստ կյանք, չի ուզում արկածախնդիրներ եւ հոգնել արկածախնդրությունից։ Ուզում է, որ իր խնդիրները լուծվեն, եւ այդ խնդիրները կարող են լուծել այդ գործից բան հասկացող մարդիկ։ Էսա։ Շնորհակալ եմ, լավ հարցեր։ Շնորհակալություն, սիրելի մասնակիցներ, վերջին հարցի հնարավորություն Լիանա Աղաջանյան։ Եթե ես գիտեմ, որ կան գրանցված հարցեր, եթե ցանկություն եք, արդեն առանձին Սուրճին միջում ունենք մենք։ Հա, սուրճին միջում ժամանակ կարող ենք քննարկել։ Հիմա լսենք Լիանայի հարցը ու անցնենք առաջ։ Այո, բարև ձեզ։ Կփորձեմ կարճ կապել իմ հարցը։ Աղաջանյան Լիաննա, Հայ-ռուսական համալսարան, քաղաքագիտության ֆակուլտետ։ Պարոն Մարուքյան, այսպիսի մի հարց, ինչպես է գնահատում ԵՄ-ի առաջնորդների մասնակցության վերջերս կայացած եվրոպական հանդիպումը, նաև Էմանուել Մակրոնի, այսինքն Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, եւ արդյոք սա Եվրամիության իրական ռազմական եւ ռազմավարական երաշխիքն է, որպես Հայաստանի երկարաժամկետ ապահովության գործոն, թե սա ավելի քան քաղաքական ազդանշան է, որը ավելի կարող է վատթարացնել կամ բարդացնել հարաբերությունները Հայաստանի եւ արտաքին հարևանների հետ, նաեւ ավելի ռիսկի դիմել քաղաքականության տեսակետից ելնելով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խորհուրդ կտամ դիտել վաղը 10:30 մեր ոդկասթը, այդ թեմայով է, որտեղ շատ ժամանակ ունենք, երկար ենք խոսել, բայց շատ կարճ պատասխանեմ։ Գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքի ուներ երկու հարց։ Միացյալ Նահանգները զորքերը դուրս է բերում Եվրոպայից, մասնավորապես Գերմանիայից 5000 զորքեր դուրս բերելու, սա ռազմավարական անվտանգային հարց է եվրոպական միության համար եւ այդ հարցն են քննարկում։ Եվ երկրորդ հարցը ռուս-ուկրաինական պատերազմ, ինչպես օգնել Ուկրաինային։ Եվ այդտեղ Հայաստանի մասով կար առանձին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որտեղ որ մենք մեծ հաշվով ունենք մեծ տնային աշխատանք գոնե վիզաների ազատականացման մասով։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վիզաների ազատականացման մասով մեր բարեփոխումները վերջին 8 տարվա չեն իրականացվել, դրանք ձախողվել են, եւ Եվրոպական միությունը փորձագետներ է նշանակել, որ SEPA-ի համաձայնագրի իմպլեմենտացիան իրականացումը, գործարկումը տեղի ունենա, որովհետեւ Հայաստանը ձախողել է ռեֆորմները։ Եվ եթե ռեֆորմներն իրականացնի 3-ից 4 տարի հետո կարող ենք ունենալ վիզայի ազատականացում։ Ես ձեզ այստեղ խոստանում եմ, մենք parlamentum կարող ենք դա արագացնել։ Ես ձեզ խոստանում եմ, որ դա կարող է լինել ավելի արագ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների վատթարացմանը, ապա մենք կտրականապես սխալ ենք համարում Երևանից որևէ լիդերի հոխորտանքը որևէ պետության։ Դա կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք տեսանք, որ Երևանից օրինակ Ուկրաինայի նախագահը սպառնում էր մայիսի 9-ի շքերթի հետ կապված, ինչ որ էս կլինի, այն կլինի, դա նաև տարական էթիկայի խախտում է մեր կարծիքով, որովհետև այդ լիդերը հասկանում է ինքը որ մայրաքաղաք է եկել, հասկանում է, որ այդ պետությունը ունի նաև ուրիշ պետությունների հետ հարաբերություններ, այդ թվում ռազմավարական, եւ պետք է իրան պահի համապատասխան ձևով։ Իսկ եթե նման երաշխիքներ չկային, ուրեմն չպետք է լիներ նաև այդպիսի հրավեր։ Բայց ավելի մանրամասն կխնդրեմ վաղը 10:30 պլատֆորմ ոդկասթի եթերում դիտել, որովհետև շատ մանրամասն քննարկել ենք։ Գագաթնաժողովը օրակարգը
Իրանի Իսլամական Հանրապետության հետ տեղի ունեցող պատերազմը եւ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը եւ Հայաստանի օրակարգ այս թեմաների մեջ։ Շնորհակալություն, հարգելի բանախոսներ, Restart հիմնադրամի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ չմերժեցիք մեր հրավերը եւ բավականին հետաքրքիր զրույց տեղ ունեցավ։ Եվ որպես վերջին հարց կխնդրեմ գնահատել մեր այսօրվա հանդիպումը երիտասարդների հարցերը բովանդակային ձևակերպմամբ եւ այդքանով ավարտենք։ Ես ուզում եմ խորապես ասել ամենայն անկեղծությամբ շնորհակալություն հայտնել բոլորին, առաջինը կազմակերպիչներին, մասնակիցներին եւ ես ուզում եմ անկեղծ ասել, մենք ձեր վրա հույս ենք դնում։ Մենք ձեր վրա հույս ենք դնում, որովհետև մենք գտնում ենք, որ այն ինչից որ մենք խոսում ենք, դա առաջին հերթին ձեր մասին է, երիտասարդ մարդկանց մասին է։ Մենք գտնում ենք, որ մեր խոսակցությունը, մեր խոսակցության առաջին հասցեատերը հենց դուք եք, եւ մենք ուզում ենք, որ մենք իրար հետ անենք այն ինչ որ ուզում ենք անենք։ Այդ ռեմոնտադան, որ ասում ենք, դա առաջինը ձեր համար է։ Եվ ձեր հետ է, եւ միասին է նաեւ ձեր հետ, եւ մենք վստահ ենք, որ դա մենք դա անելու ենք։ Շնորհակալ ենք այս միջոցառման եւ ձեր մասնակցության համար։ Կարպիս ավելացնելու բան ունես։ Ռեմոնտադա լինելու է